Ընդմիջում է, ինչ ենք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Որոգայթ, հայկական գեղարվեստական ֆիլմ հոլիվուդյան կանոններով։ Որոգայթ գեղարվեստական ֆիլմը շարունակում է մնալ մեծ էկրանին, Հայաստանում, Միացյալ Նահանգներում։ Նոր խոսք, նոր դեմքեր, նոր ընկալում։ Շատ ոգևորիչ ֆիլմ է, շատ լավն է, շատ տպավորված եմ։ Տպավորությունը երում է։ Շատ հավանել ենք, շատ տպավորված ենք։ Տպավորություններս շատ վառ են, որովհետև սպասումներս էլ էին մեծ։ Անգամ ես լաց եղամ։ Պրոֆեսիոնալ ֆիլմ։ Իրոք շատ պրոֆեսիոնալ էր ամեն ինչ արած։ Ազդեցիկ ֆիլմ էր։ Բավականին տպավորված եմ։ Շատ լավ կինո էր, բոլորին մաղթում գանդիտ են անպայման։ Որոգայթ, մայրաքաղաքի կինոթատրոններում։ Շանթին հավատարիմ մեր ամենասիրելի հեռուստադիտողին։ Բարև ձեզ, մեր շատ սիրելի հեռուստադիտող։ Մենք արդեն մեծ սիրով տեղավորվել ենք մեր տեղերում եւ Այո։ եթերը։ Ես ուզում եմ ուղղակի հարցնել, մազերս լավ է։ Ամեն ինչ նորմալ է, Սերգեյ, ոչինչ չի փոխվել կյանքի ընթացքում։ Կյանքը գուցեև երբեմն անարդար է թվում, ինչպես տեսնում եք, բայց միշտ պետք է հիշել, որ այն իսկապես հիանալի է։ Այո, կյանքը տրվում է մի անգամ, սիրելիներս, հնարավորին չափ այն հանհոկ եւ թեթև ապրեք, եթե իհարկե կարող եք։ Գարնանային այս առավոտն առաջարկում ենք ուրախ ու հետաքրքիր անցկացնել հենց մեզ հետ, այսօր մարտի 17-ն է, օրը 5-շաբթի։ Այո, Շանթի, ուղիղ եթերում Անահիտը եւ Սերգեյ Դանիելյանը ձեզ 2 ժամ կանցկացնեն, 2 հաճելի ժամ։ Ես կարծում եմ ձեզ համար էլ հաճելի կլինի։ Իհարկե, տարբեր երկրներում ապրող 60-ն մարդկանց շրջանում կատարված հարցումն օգնել է պարզել, թե որոնք են մեծամասնության ողջ կյանքի ընթացքում կատարած կարևորագույն բացահայտումները եւ այսպես։ Ահա դրանցից մի քանիսը։ Երբ արդեն անելու բան չունի, մարդը սկսում է մտածել, թե ինչն է որ նա հասկացել։ Առաջին։ Օրինակ, երբ սիրահարված ես, նկատելի է բոլորին եւ չկա իդեալական մարդ, քանի դեռ չես գտել կեսիդ։ Մենք բոլորս էլ կես ենք։ Ինչպես ասել է Ֆայլերանիվսկին, ասում է, ես ամբողջական եմ, կեսը լինում է միայն բանը, հաբը, դեղահաբը, ուղեղը եւ հետույքը։ Ապրում եմ կիսատ, բայց ինձ համոզում, որ կա լիովին ամբողջ է կյանքում ու խափում իմ կիսատ սրտին, թե մի օր ես էլ կկիսվեմ կրկին։ Երջանկանալու համար հարկավոր է երջանկություն պարգևել, ինչն է մենք փորձում ենք անել Այո, սիրելիներս, մենք ուզում ենք ձեզ երջանկություն պարգևենք։ Ամենանկարագրելի զգացողությունը գրկումդ անսպասելի քնած փոքրիկն է, իսկապես։ Այո, դա կանանց բացահայտումն է։ Այո, եւ կապ չունի դա ում փոքրիկն է, Սերգեյ, կարող ես նաեւ այլ։ Ահա, մեր երեխեքին շատ գոհ եմ, մի խալխի երեխեքին են, չեն դու։ Ավելի կարևոր է բարի լինել, քան ճիշտ լինելը։ Այո, ես լիովին համաձայն եմ, այո, որովհետեւ ինչ ասել է ճիշտ։ Մենք ամբողջ կյանքի ընթացքում մտածում ենք դա ճիշտ է թե սխալ, ոնց որ գողական ռազմիրատ է, որ միշտ նրանք ճիշտ են, բայց բարության նշույլ անգամ նրանց։ Անահիտ ջան, ջուր լսեմ։ Ոչ շնորհակալ եմ։ Երբեք չի կարելի հրաժարվել սիրելիի ու երեխայի մատուցած նվերից։ Եթե դա նույնիսկ այսպես փոքրիկ լուցկու տուփ է, բայց տվել է սիրով, դա արդեն հաճելի է։ Ոչ միայն փոքրիկ, երբ որ ամուսինն էլ մի ապուշ բան նվիրում է, պետք է ասես, վայ, ցավատարից լավ, որև ամուսին եւ երեխան նույն բանն են ախր, է։ Այո, ճիշտ է, դուք երբեք չեք մեծանում։ Եթե չեք կարող օգնել ձեր ընկերոջը, աղոթեք նրա համար, ինչը միշտ անում է Սերգեյս նկատել։ Որքան էլ որ կյանքը ստիպում է լրջանալ, գտեք նրան, ում հետ կարող եք ձեզ երեխայի պես պահել։ Երջանիկ լինելու համար շատ հաճախ պետք է մեկը, ով կլսի ու չի քննադատի։ Այո, կլսի եւ խորհուրդ չի տա։ Դա էլ է շատ կարեւոր, որովհետեւ մենք երբեմն ուզում ենք ուղղակի քեզ լսեն։ Թե չէ մարդիկ կան, ասում ես երջանիկ եմ, ասում հա։ 9-րդը պետք է հիշել, որ կյանքը հիանալի են դարձնում հենց ամենօրյա փոքրիկ ուրախությունները։ Այո, մեծ ուրախություններ չկան։ Մեծ ուրախությունները դա փոքրիկ ուրախություններ են, որոնք puzzle նման հավաքում ես ու դառնում մեծ մի հատ երջանկություն։ Օրինակ, երբ շատ ծարավ ես եւ ցայտ աղբյուր ես տեսնում, ինչ փոքրիկ ուրախություն է։ Օրինակ, որ կոշիտի հետ փոքր են, բայց քայլում ես գնում ես դու եկեք կոշիտի հետ հանում ես, ինչ հիանալի է։ Վերքերը բուժում է ոչ թե ժամանակը, այլ սերը, ոչ թե որևէ մեկի նկատմամբ, այլ վերացական ու տարածական։ Այո, դա էլ շատ դժվար բան է, սիրում եմ, ցած սիրալված, բայց ինչ պարզ չի։ Արցունքներս որ քորովի գրկին մեջն ես լայի, կանայք կհասկանան։
Հիշեք նաև, որ ավելի հաջողակ լինելու համար հարկավոր է միշտ գտնվել ավելի խելացի եւ լավատես մարդկանց շրջապատում։ Այո, միշտ աշխատեք, ձեզանից ավելի լավերի հետ շփվել։ Իսկ երջանիկ օր ունենալու համար բավական է ժպտալ պատահական անցորդին։ Բացի այդ, ժպիտը լավ տեսք ունենալու ամենահաճելի եւ միակ բանն է։ Եթե քեզ եկի ապուշի տեղ չդնես։ Օրինակ Հայաստանում կարող են ասել ինչ ես ժպտում։ Ինչ ես բերանտ ես խնդում։ Բայց ոչինչ, էլի ժպտացեք եւ ներեք նրանք չգիտեն թե ինչ են անում։ Այս պահին առաջարկում ենք վայելել հաճելի երաժշտություն, այնուհետև կանցնենք օրվա հետաքրքիր ու ուրախ լուրերին։ Գնացինք։ Գիտնականները, բանուգործները կորցրել են, էլի մի հետազոտություն են արել։ Եվ այդ հետազոտության ընթացքում եկել են այն եզրակացության, որ ամեն մի երրորդ կին իր ամբողջ կյանքի ընթացքում օգտվում է որևէ դիետայից։ Էդի հետազոտություն է պետք դրա համար անել, պարզ է էլի։ Այո, սոցիոլոգներն էլ պարզել են, որ սեփական քաշին ու կառուցվածքին քննադատական մոտեցումը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ստիպում է օգտվել մի շարք արագ դիետաներից ու գովազդվող նիհարեցնող սուպեր մթերքներից, բայց ճիշտ է։ Օրինակ դու երբևից է ողել ես դիետա։ Այո, բայց ինքս ինձ համար ոչ թե ինչ որտեղից վերցրած։ Ոայ, կարելի է մտածել այդ խեշ կանայք, որ պահում են իրանց համար չեն։ Ես ինքս սահմանափակել եմ որոշակի բաներ իմ մթերքների մեջ։ Պարզվել է, որ հարցման մասնակիցների 30%-ը նիհարելու ամենահարմար տարբերակը համարում է հենց ուտելու ճանապարհը, քանի որ մարզումներն ու հատուկ դիետաները ֆիզիկական ու հոգեբանական ջանքեր են պահանջում։ Այո, իսկ ուտելու դիետան, գիտեք, ուղղակի պետք է մարդավարի սնվել այդքան բան։ Պետք է հասկանալ ճիշտ տեղում, ճիշտ ժամին, ճիշտ բան ուտել։ Ինչ ես ուտում, այո, երբ ես ուտում։ Նախորդ դարի ամենատարօրինակ դիետաների մասին խոսենք, 1934 թվականին Ջորջ Հարպ անունով մի բժիշկ սկսեց ակտիվորեն գովազդել նիհարելու բավական գայթակղիչ եղանակ։ Օրվա ընթացքում հարկավոր էր միայն հնարավորին չափ շատ սերուցքով բանան ուտել։ Բանանը, բայց չաղացնում։ Ավելի ուշ եթե մենակ բանան ուտես, հա։ Ընդհանրապես եթե որովհետեւ մի ուտելիք ես ուտում, մի ճաշակ, այո, նիհարում ես։ Իսկ շոկոլադ։ Որտեղ օրգանիզմը սկսում է սովել։ Ավելի ուշ այդ դիետան օգտագործողները հասկացան, որ այդ մթերքները հակառակը նպաստում են քաշի ավելացմանը։ Պարզվեց նաև, որ բժշկի առաջարկած դիետան ընդհանրապես բանանի ու սերուցքի պատճառով զբաղվող ընկերության գաղտնի գովազդն էր։ Այն թվերից իմացել են ինչ են անում։ 30-ականներին ԱՄՆ-ում մոդայիկ էր դարձել ձկնային դիետան։ Մարդիկ կուլ էին տալիս փոքրիկ կենդանիների ձկնիկներին, հույս ունենալով, որ դրանք կանցնեն մարսողական ողջ ուղիով եւ կխժռեն բոլոր սննդար նյութերը։ Հիմա էլ ինչ որ տեսուկներ Սեներին կուլ տալի, իրանք ավելի շատ են ուտում, ասենք։ Ավելի ուշ ոմանք գլխի ընկան, որ օրգանիզմում հայտնվելուց հետո այդ կենդանիները միանգամից սատկում են, էլի ինչ ուտեն ներսը։ Ով հայտնվի ձեր օրգանիզմում չսատկի սիրելիներս։ 40-ականներին ինքնակոչ դիետոլոգները եւ ծխախոտ արտադրողները սկսեցին գովազդել նիհարելու ամենաարդյունավետ միջոցը՝ ծխելը։ Նրանք կոչ էին անում մարդկանց քաղցրավենիքները փոխարինել սիգարետով։ Երևի դեռ չգիտեին սիգարետի վնասը, թե էլի գովազդեր։ Շատ է լավ գիտեին։ Արդյունքը դարձավ այդ վնասակար սովորության տարածման անհավանական վիճակագրությունը, ինչպես նաև սրտանոթային ու օնկոլոգիական հիվանդությունների։ Որովհետև իրականում իսկապես ծխելը բան է անում, ախորժակը մարդ կորսում է ծխելու ժամանակ մի քիչ ավելի քիչ է ուտում, բայց ի հայտ են գալի հազարը մի խնդիրներ, սիրելիներս, ավելի մի քիչ այսպես թմբլիկ լինեք ինձ նման, բայց չծխեք։ Այո։ Դե ինչ այժմ անդրադառնանք կյանքի առավել վեհ ու կարևոր կողմերից մեկին՝ բնությանը։ Մոլորակի շուրջ էջն է մեր եթերում, ձիով գնանք։ Զարմանահրաշ զմրուխտե դրախտավայրեր, միշտ փթթուն ու կանաչազարդ, գեղեցիկ ու դյութական, լավագույն բուսաբանական այգիների մասին հաջորդիվ։ Հավայան կղզիներ, Կաուայ կղզու զմրուխտե զարդը, նա այնակայի, այսինքն հող ծովի ափին։ Զարմանահրաշ բույսերով ու ծառատեսակներով զարդարուն բուսաբանական այգին զբաղեցնում է 240 ակր տարածք։ Այգու չքնաղ բնապատկերներին հեքիաթային հմայք են հաղորդում բրոնզաձույլ քանդակները, կյանքի ամենատարբեր փուլերն ու ակնթարթները պատկերող 70 քանդակներ, երբ թվում է ժամանակը կանգ է առել։
Նա Այնակայի բուսաբանական այգին Կաուայ կղզու զբոսաշրջային դիտարժան վայրերից է։ Այն ունի գեղեցիկ ու ռոմանտիկ արահետներ եւ գողտրիկ ու մեկուսի ճերմակավազ լողափ։ Այգու տարածքին շուք է հաղորդում շուրջ 60,000 հաստափոր ծառատեսակներով Թովիջան տարը։ Ուղևորվենք Թայլանդ, ամենադիտարժան եւ ամենահայտնի զբոսաշրջային վայրերից մեկը՝ Պատտայա քաղաքի մերձակայքում, Նոնգ Նուչ բուսաբանական այգի։ 600 ակր հողատարածքի առաջին սեփականատերը տիկին Նոնգ Նուչ Տասկանան էր իր ամուսնու հետ։ Նախապես որոշված էր այնտեղ աճեցնել մրգատու ծառեր եւ բանջարեղեն։ Ավելի ուշ կառուցվեցին սրճարաններ, տարբեր միջոցառումների անցկացման տաղավարներ, կանաչապատ տարածքներ ու լողավազաններ։ Այգին բացվեց հասարակության առաջ 1980 թվականին։ Թայլանդական այգու տնօրենը 2001 թվականից ի վեր տիկին Նոնգ Նուչի որդին է, ում օրոք այգին արժանացել է միջազգային ամենատարբեր մրցանակների։ Այգում հավաքագրված են ավելի քան 1200 տարատեսակ արմավենիներ։ Այգին ունի թեմատիկ գոտիներ, խոլորձների, թռչյունների, ջրային բույսերի այգի, սակայն ամենից հայտնին փղերի ագարակն է։ Այստեղ միշտ կարելի է տեսնել հիանալի ու զարմանահրաշ շոուներ, ֆուտբոլ խաղացող, նկարիչ, հեծանվորդ փղերի մասնակցությամբ։ Նկարիչ Ժակ Մաժորելի այգին Մարոկկոյում, Ժաղդին Մաժորել։ Մարաքեշ քաղաքի կանաչ տարածքը նկարիչը ձեռք էր բերել 1924-ին եւ հիմնել այստեղ իր ստուդիան։ Մաժորելը բուսականության մեծ սիրահար էր, ֆինանսավորում էր տարբեր բուսաբանական գիտարշավներ, սիրում էր զբաղվել զանազան բույսերի հավաքագրմամբ, շրջագայություններից իր գողտրիկ անկյուն էր բերում էկզոտիկ բույսեր եւ կակտուսներ։ Ժակ Մաժորելի մահից հետո 1962 թվականին այգին երկար ժամանակ լքված մնաց, իսկ տունը քանդվեց։ 1980 թվականին հայտնի դիզայներ Իվ Սեն Լորանն իր ընկերոջ հետ սեփականաշնորհեց այգու տարածքը։ Մեծ ջանքերի ու ֆինանսական զգալի ներդրումների շնորհիվ վերականգնվեց տունն ու տարածքը։ Այգին համալրվեց նոր ծառատեսակներով եւ բուսատեսակներով, պահպանվեց ու թարմացվեց նկարչի նախընտրած երանգը՝ վառ կապույտը։ Այստեղ կարելի է տեսնել իսլամական մշակույթին նվիրված թանգարան, ինչպես նաեւ դիզայների մասնավոր հավաքածուները։ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի հրաշալիքը գեղեցկություն, որի մասին ամեն օր հոգետանում 50 այգեպան։ Լոնգվուդի այգիներ 436 հեկտար տարածք զբաղեցնող այգիները բաց են հասարակության առջև ողջ տարին։ Պատմությունը սկսվում է 1700 թվականին, երբ Պիրսերի ընտանիքը դառնում է այս հողերի սեփականատերը։ 1798 թվականին կրտսեր Սեմուել եւ Ջոշուա Պիրսերը ձեռնարկում են մեծամասշտաբ ծառատունկ, եւ վայրը շուտով հայտնի է դառնում որպես Պիրսերի այգի։ Սակայն այգին առավել մեծ համբավ է վայելում բարերար ու գործարար Պիեր Դյուպոնի օրոք, ով 1906 թվականին գնում է տարածքը եւ դառնում նոր սեփականատերը։ Դյուպոնը ճարտարապետական ու դիզայներական նոր լուծումներով էլ ավելի հիասքանչ է դարձնում այգին, ապա զմրուխտե դրախտավայրում կառուցում է բացօթյա թատրոն, ձմեռային փակ ծաղկանոց։ 1954 թվականին Պիեր Դյուպոնի մահից հետո Լոնգվուդի այգիներն անցնում են պետությանը, կառուցվում են ջերմոցներ, լճակներ, բույսերի ուսումնասիրությամբ զբաղվելու համար հատուկ տարածքներ, ինչպես նաև հանգստի գոտիներ։ Այգու տարածքում մշտապես անցկացվում են հասարակական միջոցառումներ, բացօթյա համերգներ, ծաղկային ցուցադրություններ, իսկ գիշերային ժամերին լուսային էֆեկտների շնորհիվ այգին վերածվում է հեքիաթային աշխարհի։ Զմրուխտ է դրախտավայրեր։ Պահպանեք ձեր հոգու այգին եւ հետևեք մեր գովազդին։ Վայ մամա ջան։ Գովազդ։ Գովազդ։
Այսօր առավոտյան երբ արթնացա Սերգեյ կապույտ երկինքի ես տեսա։ Հուսամ այսպես կշարունակվի, միանանք եղանակի։ Միանանք Նորա Սանգելովնա красавица։ Նորա ինչ է խոստանում այս գիշ մարտ ամիսը։ Կփոխվի մի բան դեպի դրականը, թե դեռ ցրտերեն։ Դե այսօր տեղումներ չեն կանխատեսվում, սակայն ջերմաստիճանը շարունակում է նվազել։ Լավ, շատ շնորհակալ ենք, դա շատ վատ է, տեսնենք ինչ կլինի վերջում։ Շատ լավ։ Վերջը բարի լինի, կարծես տատս լսենք։ Այսօր հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի անտիցիկլոնի ազդեցությամբ եւ մեծամասամբ կդիտվի առանց տեղումների եղանակ, բացառությամբ Սյունիքի եւ Արցախի, որտեղ դեռ թույլ տեղումները կպահպանվեն։ Օդի ջերմաստիճանը գիշերը կշարունակի նվազել եւս 2-ից 4 աստիճանով։ Տավուշի եւ Սյունիքի հովտային գոտիների ու Արարատյան դաշտի բնակիչները պետք է զգոն լինեն, քանի որ մարտի 18-ին եւ 19-ի գիշերը օդում հնարավոր է 2-ից 3, իսկ գետնի մակերևույթին 4-ից 5 աստիճան ցուրտ։ Օրն այսօր տեղումն առատ կլինի Արցախում։ Ստեփանակերտում գիշերը սպասվում է 2 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 5 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզում նույնպես կանխատեսվում են տեղումներ։ Մեղրիում գիշերը սպասվում է 1, ցերեկը 9, Կապանում գիշերը 1 աստիճան ցուրտ, ցերեկը 5 աստիճան տաքություն, Գորիսում գիշերը կգրանցվի 4 աստիճան ցրտից, ցերեկը մինչև 3 աստիճան տաքություն։ Վայոց Ձորի մարզում էական տեղումներ չեն սպասվում, Ջերմուկում գիշերը կդիտվի 9, ցերեկը 2 աստիճան ցուրտ, Եղեգնաձոր քաղաքում գիշերը 1 աստիճան ցրտից, ցերեկը 11 աստիճան տաքություն։ Գեղարքունիքի մարզում գիշերը կշարունակի ցրտել, Մարտունիում այդ ժամերին կգրանցվի 10 աստիճան ցուրտ, ցերեկը 0, Գավառում գիշերը 9, ցերեկը 1 աստիճան ցուրտ, Սևանում գիշերը նույնպես 9 աստիճան ցուրտ, ցերեկը 0։ Այսօր տեղումներ կդիտվեն նաև Կոտայքի մարզում, Հրազդան քաղաքում գիշերը սպասվում է 8, ցերեկը 1 աստիճան ցուրտ, Աբովյանում գիշերը 3 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 7 աստիճան տաքություն։ Արարատյան դաշտում տեղումներ չեն կանխատեսվում, սակայն այստեղ կդիտվի համեմատաբար ցածր ջերմաստիճան։ Արարատի մարզում Արարատ քաղաքում գիշերը սպասվում է 1 աստիճան ցուրտ, ցերեկը 11 աստիճան տաքություն, Արտաշատ քաղաքում գիշերը 2 աստիճան ցրտից, ցերեկը 10 աստիճան տաքություն։ Արմավիրի մարզում գիշերը կդիտվի 2 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը Արմավիր քաղաքում 11, Վաղարշապատում մինչև 10 աստիճան տաքություն։ Օրն առանց տեղումների կլինի նաև Արագածոտնի մարզում Աշտարակ քաղաքում գիշերը սպասվում է 3 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 10 աստիճան տաքություն, Ապարանում գիշերը 12, ցերեկը 2 աստիճան ցուրտ։ Տավուշի մարզում կանխատեսվում է փոփոխական անպամացություն, Իջևանում գիշերը սպասվում է 2 աստիճան ցուրտ, ցերեկը 11 աստիճան տաքություն, Դիլիջանում գիշերը 6 աստիճան ցրտից, ցերեկը 8 աստիճան տաքություն։ Լոռու մարզում ցերեկային ժամերին ամենուրեք կգրանցվի 7 աստիճան տաքություն, իսկ գիշերը Վանաձոր քաղաքում 6, Տաշիրում մինչև 8 աստիճան ցուրտ։ Շիրակի մարզում սպասվում է առանց տեղումների եղանակ, Գյումրիում գիշերը կդիտվի 11, ցերեկը 1, Աշոտսկում գիշերը 14, ցերեկը մինչև 4 աստիճան ցուրտ։ Երևանում այսօր նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հյուսիսային է 3-ից 8 մետր վարկյան արագությամբ, մթնոլորտային ճնշումը 674 միլիմետր սնդիկիսյուն, օդի հարաբերական խոնավությունը ցերեկը կլինի 50%, Շենգավիթում եւ կենտրոնում գիշերը կգրանցվի 2 աստիճան ցուրտ, ցերեկը մինչև 10 աստիճան տաքություն, Ավանում գիշերը 2 աստիճան ցրտից, ցերեկը 8 աստիճան տաքություն։ Օրվա եղանակի մասին այսքանը տեղեկացնեմ նաև, որ հաջորդող 2 օրերին առանց տեղումների եղանակը կպահպանվի։ Շատ շնորհակալ ենք Նորա, քեզ մաղթում ենք բարձր տրամադրություն անկախ եղանակային գիշ փոփոխություններից։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։ Իսկ մենք շարունակենք եւ մենք շարունակում ենք սիրելիներս շատ մի տխրեք, որ ցրտարություններ են լինելու, առանց դրան չի լինում։ Դե գիտեք, ամեն տարի էլ մի փոքր բնությունը համահանում է։ Դուժում է, այո։ Իսկ մենք հիշեցնենք մեր հաղորդման հովանավորին։ Հիշեցնենք մեր գործընկերոջը։ Մեր հաղորդման հովանավորն է Իմ ընտանեկան բժշկական կենտրոնը, որտեղ հաշված րոպեների ընթացքում իրականացվում է բոլոր օրգանների համակարգչային ախտորոշում, որովայնի 4D սոնոգրաֆիա։ Կատարվում է կրծքագեղձի ստուգում նորագույն սարքի միջոցով։ Կենտրոնում անվճար իրականացվում է վահանաձև գեղձի ստուգում, ողնաշարի զննում եւ 4-ից 14 տարեկան երեխաների ճիճվակրության ստուգում։ Իմա բժշկական կենտրոն, Հասցեն Մաշտոցի 33 կոտորակ 1, հեռախոսահամար 50 80 50, զանգարեք մեռանք ասելով, զանգարեք ու բուժվեք էլի։ Բազմակի եռացած ջուրը մահացած օգտակար հատկություններից զուրկ է։ Այս ամենի մասին իհարկե կարող ենք խոսել անվերջ, բայց ավելի լավ է առողջության թեման շարունակի օրվա դեղատոմսը։ Մեր սելի եղջիկա հետ գնացինք։
Բարի լույս ողնաշարային խնդիրները վերջին տարիներին անհանգստացնող թվերի են հասել ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում։ Այսօր առանձնացրել ենք ողնաշարի կրծքային հատվածի ցավերը, իսկ մանրամասները կինեզիոլոգ Գագիկ Մկրտչյանի հետ բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախ հասկանանք ողնաշարային ցավեր կրծքային հատվածում ինչ է դա նշանակում, ինչու են այդ ցավերն առաջանում։ Ողնաշարի կրծքային հատվածում ցավեր կարող են իրականում առաջանալ ողնաշարային տարբեր տեսակի հիվանդություններից։ Անգամ այն աննշան մրսածությունից, որի հետևանքով կարող է մկանակապանային համակարգը լարվել, բորբոքային պրոցես առաջացնել, անգամ այդ սրանից կարող է ողնաշարի կրծքային հատվածում ցավեր դիտարկվել։ Բայց հիմնականում, երբ որ գործ ենք ունենում ողնաշարի կրծքային հատվածի ցավերի հետ, դա խոսում է այն մասին, որ առնվազն պացիենտի մոտ առկա է օստեոխոնդրոզ կոչվող հիվանդությունը, եւ առավելագույն բարդություն որպես այդպեսին կարող է լինել կիֆոզը, կիֆոզի խորացումով կամ աճառային սկավառակի ճողված։ Այսինքն էսթետիկ փոփոխություններ են տեղի ունենում։ Պարտադիր կերպով կարող է նաև էսթետիկ փոփոխություններ տեղի ունենալ, նույն կիֆոզը առաջնակի թեքումն է, որի ժամանակ այսպես ասած կուզն է ձևավորում եւ միջվողային տարածությունը իջնելով հետզհետե նյարդարմատին սեղմելով առաջանում է ցավային սիմպտոմատիկա, որը կարող է ճառագայթել կրծքավանդակի առաջնային պատ, տպավորություն թողնելով սիրտանոթային, ինչի ժամանակ բնականաբար սրտանոթային համակարգի հիվանդությունների ժամանակ նախատեսված դեղորայքը չի կարող օգնել հիվանդին։ Հա, մեկ օրինակ բերեմ այսպես, որ շատ հաճախ դիմում են կլինիկա կամ տարբեր հետազոտություններ անցնելով սիրտանոթային համակարգի հիվանդությունների հետ կապված, պարզաբանվում է, որ սրտի հետ կապված ոչ մի լուրջ խնդիրներ չկա պացիենտի մոտ, բայց միևնույն է գանգատները պահպանվում են։ Այս պարագայում հիվանդը չպետք է հապաղի եւ անպայման կերպով պետք է ողնաշարի մասնագետի դիմի գոնե կամ ռենտգեն հետազոտություն անցնի, որովհետեւ բաց թողելով այս հիվանդությունը, չհետևելով, չհետազոտելով, հետագայում իրոք կարող ենք անդրադարձ ունենալ սիրտանոթային համակարգի հիվանդության վրա։ Ողնաշարի կրծքային հատվածի ցավերի դեպքում կոնկրետ տեղակայում ունեն ցավերը եւ բնույթը կարող ենք տարբերել արդյոք, որ դա հենց ողնաշարի հետ է կապված։ Ողնաշարի կրծքային բառնի ցավերը մասնավորապես կարող են դիտարկվել թիակների արանքում, ենթաթիակային հատվածում կամ վերթիակային։ Այն կարող է ճառագայթել կրծքավանդակ, ինչպես նշեցինք, ցավի տարանջատումը մի փոքր հիվանդի համար դժվար է, եթե մասնագիտական աչքով չնայենք, այն որ նշեցի, սրտին են, սիրտանոթային համակարգի հիվանդությանն են այն կապում եւ բնականաբար արդեն խուճապի են ենթարկվում, կարծելով թե դա սրտից է։ Բայց եթե ուրեմն ցավային սիմպտոմատիկան գալիս է աջ կողմից, այս պարագայում հիվանդը ինչ որ չափով հանգիստ է, մտածելով որ սիրտը գտնվում է ձախ կողմում։ Եվ որպես կանոն ողնաշարային ցավերի դեպքում հազվադեպ են դիմում բժիշկների։ Այ հետևանքներից խոսենք, ինչ հետևանքի կարող է այդ հապաղելը հանգեցնել։ Հետևանք որպես այդպիսին կիֆոզի խորացում, ճողվածքի զարգացում, որը վիրահատական միջամտության կարիք է ունենում, սա շատ բարդ իրավիճակ է եւ ելքը անկանխատեսելի, որից հետո անգամ վիրահատությունից հետո բարեհաջող ավարտից հետո կարող է նորից կրկնվել։ Այդ իսկ պատճառով հարկավոր է կանխալ զբաղվել ողնաշարով, թույլ չտալը, որ հետագա բարդացումներ գրանցվեն։ Իսկ մերսումներ, ինքնաբուժություն, շփումներ նման դեպքերը քիչ չեն, երբ ինքնաբուժությամբ են փորձում զբաղվել, երբ ասենք թիակը ցավում է, կարելի է յուրաքանչյուր անգամ չեմ զլանալ ասել, որ մերսումներ միանգամից ու ինքնուրույն խորհուրդ չեմ տա կատարեն, որովհետև կարող է իրավիճակ ունենանք ավելի բարդ խնդրի, նույն օստեոպարոզի, որի ժամանակ մերսում կատարելով առաջացնենք ողի մարմնի կոտրվածք։ Սա իրենց լուրջ հիվանդություն է ներկայացնում։ Սա մասնագիտական դրսևորումով պետք է հարցին լուծում տրվի, որպեսզի բարդություններ առաջ չունենան։ Այլ նույն կիֆոզի ժամանակ, երբ որ կրծքային հատվածում ցավեր են լինում, վերջին շրջանում համացանցում տարածված են այսպես ասած կորսետները, մաչելի գներով վաճառում են գովազդելով, բայց այնտեղ ոչ միտեղ չի ասում, որ սա ունի հակացությունները։ Թուլացնելով այդ կորսետը մկանակապանային համակարգ, երբ որ հիվանդը գնում է այդ կորսետը եւ հագնում է, հետագայում ավելի վնաս է հասցնում իր առողջությանը, քան թե օգուտ։ Մի էտապ ընդհանրապես ուղիղ է պահում դիրքը ողնաշարի, որից հետո ողնաշարի սեփական մկանակապանային համակարգը թուլանալով առաջ է բերում բարդություններ արդեն։ Այսինքն բարբերաբար կրկնվող թիակային ցավերի դեպքում լավագույն լուծումը բժշկի դիմելն է։ Միանշանակ այո, եւ այսպես ասած հայավարի չթողնել, որ ողնաշարը կամ մեջք է իրեն կանցնի։ Իրեն ցավոք սրտի ոչ մի հիվանդություն չի անցնում եւ օգտվելով առիթից կուզենայի նշեի, որ Դելտա կլինիկում գործ շարունակում է ակցիան ողնաշարի ֆունկցիոնալ անվճարի դիագնոստիկան, ցանկացողները կարող են զանգահարել 500 560 եւ գրանցվել։
Շնորհակալություն, պահպանեք ձեր առողջությունը, նաև մեր տեղատոմսերով մենք քիչ անց անպայման կմիանանք։ Սովորենք իտալացիներից երջանիկ զգալ, նրանք կարող են երջանիկ զգալ մի գավաթ գինուց, մի պուճուր կտոր պաներից կամ մի բուր սպագետիից, բա։ Եվ որևէ իտալացի դրանց չի զրկի իրեն այդ հաճույքից, այո։ Իտալացիները գիտեն, որ երջանկությունը իսկապես կյանքի փոքրիկ ուրախությունների մեջ է, անկախ նրանից ուր եւ երբ պետք է գնաք, պետք է հագնվեք գեղեցիկ։ Իտալացիները հենց այդպես էլ անում են, ավելի ինքնավստահ ու երջանիկ զգալու համար։ Այդ է պատճառը, որ իտալացին միանգամից առանձնանում է ամբողջի մեջ։ Բայց մենք մի քիչ մոտ ենք, չէ՞ իտալացիներին այդպես են ասում։ Մի քիչ մոտ ենք, ուղղակի մեզ լիաթոք երջանիկ զգալու համար պետք է որ Թուրքիան ցեղասպանություն ընդունի։ Իտալացիների համար սննդի ընդունումը ոչ միայն անհրաժեշտություն է, այլև մի ողջ արարողակարգ, որն ամեն օր, ամեն անգամ պետք է իրականացնել հաճելի մարդկանց ընկերակցությամբ։ Իտալացիները չեն կատարում այն աշխատանքը, որ իրենց բավականություն չի պատճառում, անգամ բարձր աշխատավարձի դեպքում, այդ դեպքում ինչ է բան։ Ինձ դման է, ինձ դման։ Ես էլ երբեք ձեր խոնարհ ծառան երբեք չի արել։ Այն բանը ինչ որ չի ուզել անել։ Բայց եթե այդպես բոլորը մտածեն, մենք չենք ունենա։ Եթե այդպես բոլորը մտածեն, բոլորը կլինեն ինձ նման երջանիկ։ Նրանք շփվող են եւ վարպետորեն զրույց են վարում ցանկացած թեմայով, չմոռանալով լայնացնել սեփական մտահորիզոնը հերթական ջրուցակցի գիտելիքների օգնությամբ։ Այ իտալացիները մեզ հայրիստման բռնկվող են եւ ավանդապաշտ, խանդոտ եւ կրկոտ։ Այս բոլոր կանոնները ստեղծում են հասարակություն, որում ապրում են մտքի ուժով սեփական կյանքը լավագույնս նախագծող երջանիկներ։ Ուղղակի իտալացիները մի փոքր հայրիտից ավելի լավ են։ Ինչպես կասեին Felicità, parava mere la daga gore la felicità, մեր հաջորդ տեսանյութը եւս մտքի ուժի մասին է, ոչ իտալացիների, բոլորի մտքի ուժ։ Երբ ինչ-որ բան շատ ես ցանկանում, ամբողջ տիեզերքն է նպաստում, որպեսզի ցանկությունդ կատարվի։ Պաոլո Կոելյոյի այս միտքը վերջին շրջանում ավելի հաճախ են լսում, տեսնում ու խորհուրդ տալիս։ Այդ ուժի մասին խորել են փիլիսոփաները, փորձարկել գիտնականները, վերլուծել հոգեբանները եւ ի վերջո եկել այն համոզման, որ միտքը իսկապես ուժ ունի։ Եթե ուղեղում ծնվելուց հետո ինքը սկսվում է կրկնվել, այսինքն մի քանի անգամ կամ մի քանի տասնյակ անգամ, ու դրանից հետո եթե ինքը անցնում է արդեն ենթագիտակցության մեջ, միտքը ծնում է գործողություն։ Միտք, ենթագիտակցություն, թե տիեզերական ուժեր։ Ինչպիսի անվանում էլ տանք այդ ուժին, այն կա ու դա լավ է, եթե իհարկե մենք այն կարող ենք ճիշտ օգտագործել։ Հակառակ դեպքում, եթե դու մշտապես վախենում ես վայր ընկնել, ապա անպայման մի օր կընկնես։ Իրերի վիճակն այնպիսինն է, որ մենք ենք ստեղծում եւ արևոտ եղանակը եւ ամպրոպայինը, նախ մեր ներսում, ապա արդեն մեր շուրջը։ Մտածողությունը ուժտված է այդպիսի մի յուրահատուկ ուժով, որով մենք կարող ենք ինքներս մեզ օգնել, բուժել եւ կարող ենք ինքներս մեզ հիվանդացնել։ Դրանք հոգեբանության մեջ կոչվում են էգոգենիաներ, այսինքն եսով առաջացած խնդիրներ։ Մեր մտքով մենք կարող ենք ինքներս մեզ համոզել, որ մենք լավ ծանր, այսպես հիմնավոր հիվանդություն ունենք, եւ մեր մտքով, ինչպես որ ուսումնասիրություններն են ցույց տվել, մենք կարող ենք ձեռբազատվել մի շարք խնդիրներից, որոնք ամենօրյա կյանքում խանգարել են մեզ։ Ժողովուրդը ասում է կարկուտը ծեծած տեղնա ծեծում, կամ եթե մի քիչ ավելի պարզ լեզվով ասենք, եթե մի անհաջողություն լինում է, այդ անհաջողությունը կարողանում է խոցել մեր հոգեբանական իմունիտետը, խոցում է մեր լավատեսությունը, խոցում է իմունիտետը մեզ դարձնելով ավելի վատին սպասող, ավելի վատատես, ավելի ընկճված, ավելի թույլ, հա, հոգեբանորեն ավելի թույլ, երբ որ մի հատ խոցվում է, երկրորդ խոցումը ավելի ուժեղ է լինում, երրորդը, չորրորդը, հինգը, այսինքն կարկուտը միշտ այո ծեծում է ծեծած տեղը, դժբախտությունը գալիս է դժբախտության վրա, պրոբլեմը գալիս է չլուծված պրոբլեմի վրա։ Այն միտքը, որ դուք ասենք թե սոված եք, կարող է ձեր մոտ հիվանդության զգացում առաջ բերել։ Այն միտքը, որ դուք տխուր եք, դժգոհ եք, կարող է մարմնական որոշակի զգացումներ առաջ բերել։ Կամ ասենք միտքը, որ ամոթալի իրավիճակում եք հայտնվել, կարող է
արտահայտվել դեմքի արտահայտության վրա գունաթափվել կամ կարմրել։ Ենթագիտակցության մեջ եթե կա անհաջողությունից հետո ձևավորված նախատրամադրվածություն, դա ավելացնելու է հաջորդ անհաջողությունների քանակը։ Եվ ճիշտ հակառակը, եթե կա հաջողության նախատրամադրվածություն, հաջողությունը գալու է հաջողության վրա։ Այսինքն այս երկու օրենքներն էլ շատ ռեալ աշխատում են կյանքում։ Եթե մենք վատ բանի սպասելիք ունենք, նույնիսկ եթե վատ բանը չպատահի, մենք կգտնենք այդ վատ բանը։ Հետևաբար, ինչ է պետք անել։ Պետք է սկսել կառավարել միտքը, բայց ճիշտ ուղղությամբ, տալ դրական հրահանգներ եւ ստանալ ցանկալի արդյունքներ։ Իդեպ ժխտական նախադասությունները մեր միտքը չի հասկանում, այսինքն ոչ թե ես չեմ ուզում գեր լինել, այլ ես ուզում եմ նիհար լինել։ Առաջին գործիքն արդեն ձեր ձեռքում է, հիմա մյուսների հերթն է։ Ես խորհուրդ կտամ մարդիկ իրենց ցանկությունները զարգացնեն, որովհետև ցանկությունները դրանք մեր կյանքը գունավորող, մեր կյանքին գույն տվող բնական մեխանիզմներն են, որոնք եթե մենք սպանում ենք կամ եթե համաձայնեցնում ենք մեր հնարավորություններին, մեր ցանկությունները, եթե կտրում ենք, փոքրացնում ենք, միանգամից մեր կյանքի գույները խամրում են։ Իմ առաջի խորհուրդն է, որ մարդիկ բացեն իրենց ցանկությունները, անկախ նրանից իրանք այդ պահին հնարավորություն ունեն դա անելու, թե չունեն դա։ Ոչ մի պատահական եկած ցանկություն չթողենք մեռնի։ Այո, երբեք չի կարելի հրաժարվել երազանքից։ Երազանքները սնում են մեր հոգին այնպես, ինչպես սնունդը մեր մարմինը։ Իմ երկրորդ խորհուրդն է գրավոր ձևակերպել բոլոր նպատակները, ինչին դու ուզում ես կյանքում հասնել, ինչ ուզում ես դու ունենաս։ Եվ իհարկե վերջին իմ խորհուրդը բավական ուշադիր եղեք հոգեբանական բացիլների նկատմամբ, որոնք թափանցում են ձեր ենթագիտակցություն, մեդիա դաշտից, ձեր հարևաններից, փողոցում պատահական անցորդներից, վատ սցենարներ, բացասական դեպքեր, անընդհատ այդ նեգատիվը ուղղակի պետք է փակել, այդ նեգատիվին վերաբերվել որպես մի շատ վտանգավոր վիրուսի, որը մեր մեջ մտնելով սկսում է մեր իմունիտետը վնասել։ Այնպես որ երազանքները մի օր իրականանալու հատկություն ունեն, զգույշ եղեք նաև երազելիս։ Եվ մի մոռացեք, ի վերջո բախտը չի բերում, բախտը ձեռք են բերում։ Իրինա Մկրտչյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտը շանթում։ Ահա։ Պետք է ունենալ լավ մտքեր, որպեսզի այդ լավ մտքերը իրականություն դառնան։ Իսկ մեզ մոտ տաղավարում թե Բաքում գովազդն է մեր դուռը թակում։ Բրավո, Սերգեյ, ստացվեց։ Գովազդ ապրես։ Պարզվում է ծուլությունն ու շարժառիթի բացակայությունը բուժվող խնդիրներ են։ Ինչ անել, որպեսզի շահագրգռեն աշխատողին ավելի լավ աշխատել։ Ժամանակակից ձեռնարկություններում կիրառվող խթանման միջոցները կարող են նյութական եւ ոչ նյութական լինել։ Խթանելու նյութական միջոցներն են օրինակ աշխատավարձը, պարգևները, հավելավճարները եւ այլն, երբ մարդ սկսում է ձգտել։ Ոչ նյութական միջոցներ են պաշտոնի բարձրացումը, արտոնությունները, գովեստի խոսքերը եւ այլն եւ այլն։ Առաջարկենք մի քանի միջոց, որոնք կարող են բարձրացնել աշխատողների շահագրգռվածությունը եւ բարելավել աշխատանքի, որը քեզ օրինակ ինչ է շահագրգռում սա։ Ոչ մի բան։ Լավ, դրական խոսք։ Բացի դրական խոսքն քո հետ ասենք վարելը։ Եվ այսպես անհրաժեշտ է ծանոթանալ աշխատակիցների հետաքրքրություններին։ Դուք կարող եք օգտագործել ձեր աշխատակիցների այդ հետաքրքրությունները աշխատանքում ավելի բարձր արդյունքների հասնելու համար։ Հաջորդը ենթականերին բացատրեք վարձատրման ձեր համակարգը։ Խրախուսանքը, պարգևը պետք է կատարած աշխատանքին համապատասխան լինեն։ Աշխատակիցների նկատմամբ դրսևորեք հարգանք, անհրաժեշտության դեպքում խրախուսման ծրագրի մասին մանրամասն բացատրեք հենց նույն աշխատակազմին։ Ստեղծել գաղափարներ, պահեք հատուկ տետր, թղթապանակ կամ նման այլ բան, որտեղ կարող եք գրառել այն բոլոր գաղափարները, ենթակաների գաղափարներն են։ Կով շատ ու շատ խթանման միջոցներ կան, որպեսզի մարդ ավելի լավ աշխատի։ Եվ լսեք ձեր աշխատողների գաղափարները, հետո զարգացրեք դրանք ու կիրառեք։ Դե ինչ մոտիվացիայի թեման այժմ կշարունակենք մեր հաջորդ տեսանյութում, որից հետո կներկայացնեմ մեր հյուրին։ Որը արդեն մեր տաղավարում է, բայց չենք ասում թե ով է։ Հավես չունեմ, ամեն ինչի զուր է, ոչ մի բան չի ստացվի։ Բառեր, որոնք հաճախ ենք լսում, հաճախ նաև այդ բառերի ազդեցությունը կրում մեր վրա։ Ոմանք դա անվանում են նոր ժամանակների խնդիր, ոմանք նորաձև դարձած դեպրեսիա։ Մինչդեռ իրականում դա մոտիվացիայի պակասն է։ Պակաս, որից պակասում է մեր ցանկությունը, ինքնավստահությունն ու կյանքի որակը։ Եթե մենք կյանքը դիտարկում ենք որպես շարժում դեպի առաջ, որպես զարգացում, որպես առաջընթաց, ապա այդ ամենը տեղի է ունենում մոտիվացիայի շնորհիվ։
Երբ որ մի տարեկան երեխան սկսում է խոսել, ինքը դրա համար ունենում է մոտիվացիա, այսինքն այդքան վաղ մարդու մոտ արդեն իսկ դրսևորվում է մոտիվացիա հասկացությունը։ Մոտիվացիան գալիս է մեր պահանջմունքներից, նաև մեր մոտիվացիան գալիս է այսպես կոչվող դրդապատճառներից կամ մոտիվներից։ Դրդապատճառ այն նյութական կամ ոչ նյութական օբյեկտն է, որին որ մենք ձգտում ենք մեր գործողությամբ, որը դառնում է մեր գործողության նպատակը։ Երբ մենք ցանկանում ենք նիհարել, որպես կանոն սկսում ենք շատ ուտել կամ ուտելու մասին ավելի շատ մտածել։ Արդյունքում մենք այդպես էլ չենք նիհարում։ Իսկ եթե նիհար լինելու նպատակը փոխենք գեղեցիկ լինելով, արդյունքը հաստատ ավելի գոհացուցիչ կլինի։ Բացի ճիշտ դրված նպատակից, կարևոր է շրջապատի ճիշտ վերաբերմունքը։ Իրականում մոտիվացիան ավելացնելու ու պակասեցնելու համար շատ բան պետք չէ։ Հաճախ բավական է ղեկավարի կողմից ասված ընդամենը մեկ կեցցեսը։ Ամենալավ աշխատող տարբերակը հարաբերություններ կառուցելու եւ մոտիվացիան բարձրացնելու, երբ որ մենք խրախուսում ենք մարդուն գնահատելով իր արդյունքներն ու նվաճումները, նույնիսկ եթե դրանք չնչին են, արձանագրելով մարդու դրական ներդրումը ընդհանուր աշխատանքի մեջ։ Նմանապես այն կարող է հակառակազդեցությունը թողնել, մոտիվացիա չկա, երբ կա անարդարության զգացում ընտանիքում, աշխատավայրում եւ առհասարակ։ Եթե ես անում եմ այս ծավալի աշխատանք եւ վարձատրվում եմ այսպես, իսկ դիմացինը անում է իմ աշխատանքի կեսը, բայց վարձատրվում է ինձնից ավելի բարձր, նշանակում է ես կունենամ մոտիվացիայի անկում։ Խեցգետնից մի պահանջեք թռչել եւ ոչ էլ ձկներից ծառ բարձրանալ, բայց մի մոռացեք նաեւ Լիվինգսթոն ճայի մասին, ով մյուս ճայերից տարբերվում էր, քանի որ ուներ մոտիվացիա եւ իր թռչելու կարողությունը միայն կեր հայթայթելու համար չէր ցանկանում սպառել։ Մոտիվացիան այն է, ինչի մասին օրինակներով է պետք խոսել։ Երազանք էր թվում, ճիշտն ասած, ու այդ երազանքը անընդհատ թերթին նայելով սենց առաջանում էր, էլի։ Այդպես մի օր բախտ վիճակվեց, իմ դասախոսը եղավ խմբագիր ու ես հայտնվեցի Առավոտ օրաթերթում։ Հրիփսիմե Հովհաննիսյան, լրագրող, արդեն 6 տարի է աշխատում է Առավոտ օրաթերթում։ Ու ամենակարևորը մինչև հայտնվելը ես տենց երազանք ունեի, որ պետք է թերթում իմ նյութը հայտնվի, ու շատ պատահական մի օր, երբ ես դեռ ուսանող էի, շատ լավ հիշում եմ, մետրոյից դուրս էի գալիս ու իմ խմբագիրը զանգեց ինձ, պարոն Աբրահամյանը զանգեց ինձ, ասաց Հրիփսիմե դու այսօր Առավոտ կարդացել ես, ասացի չէ, ասաց դե բացի պարտադիր կարդա, քո նյութը կա։ Ես արագ հենց մոտի կրպակից գնեցի, առա ու այդ թերթի այդ հոդվածը մի տարի տենց իմ պատին փակցրել էի, որ առավոտյան աչքերս բացում էի, առաջինը այդ հոդվածն էր աչքիս առաջ ու ես տենց լավ էի զգում, որ իմ այդ երազանքը իրականացել է տարիներ, որտեղ 3 տարի երազում էի։ Սկզբում երազանք, հետո նպատակ, այսօր իրականություն։ Եվ այսպես ամեն օր մի նոր նպատակ ու մի նոր շարժարիթ։ Երբեք չհանձնվել ու չհանձնել նպատակներ։ Ես 6 տարի աշխատում, բայց ես անդադ փորձում եմ ինչ-որ նոր բան անել։ Իմ աշխատանքը կարող է դա իմ գոլեգաները չնկատեն, կարող է իմ ղեկավարությունը դա չնկատի, բայց ես իմ աշխատանքի մեջ անդադ մի նոր բան անդադ ավելացնում եմ։ Ես դա զգում եմ ու դա ինձ բավարարվածություն է պատճառում։ Դա իմ մոտիվացիան է։ Մի օր եթե դա էլ սպառվի, ես ուրիշ բան պիտի անեմ։ Եվ ուրիշ ինչ էլ որոշի անի, վստահ է որ։ Ինձ թվում է կստացվի, որովհետև ես դա ցանկանում եմ։ Եթե ես ինչ-որ բան ցանկանում եմ, հնարավոր չի դա չստացվի, էլի։ Կարող է առաջինից մի քիչ դժվար ստացվի, վատ ստացվի։ Ես դրանից երբեք չեմ հիասթափվում, չեմ ուսահատվում։ Ես սպասում եմ, որ առաջինը լավ չի լինելու, ինձ դուր չի գալու։ Ես նեղվելու եմ, տենց մի քանի ժամ շատ տենց ծանր վիճակում եմ լինելու, բայց ոչինչ։ Էդ էլ կհաղթահարվի, էդ էլ կանցնի ու որոշ ժամանակ հետո հաստատ ես իմ արդյունքից էլ ես էլ գոհ կլինեմ, որտեղ ամենադժվարը հենց ինքս ինձ գոհացնելն է։ Ամեն ինչ է, առողջությունն է, երջանկությունը, ինչ որ մենք սիրում ենք, ինչ որ զում ենք մեզ համար, ամեն ինչը մեր ձեռքում է, եթե մարդը աշխատում է, չի հանձնվում։ Ելենա Իսաջանյան, ազգությամբ բելոռուս, ծնունդով սիբիրցի, ապրել է Մոլդովայում, մինչև ամուսնանալը, եւ արդեն 40 տարի է Հայաստանում է, սերը դարձավ այն մոտիվը, որը օգնեց հարմարվել նոր միջավայրին, դառնալ լավ կին, հարս, մայր ու նաեւ ուսուցիչ ռուսերենի եւ ֆրանսերենի։ Հեշտ չէր, իհարկե հեշտ չէր, լրիվ ուրիշ աշխարհ է ինձ համար, բոլորովին ուրիշ է, ես չէի պատկերացնում այդքան, որ այդքան տարբեր կլինի, ես
ինձ համար բավական դժվար էր սովորել։ Հիմա հետևում ունի 63 տարի, իսկ արդյունքում 3 երեխա, 3 թոռ, 2 վիրահատություն, հաշմանդամության վտանգ եւ ուժեղ կամք։ Երեխաներ ունենալուց հետո հիվանդացա, ոտքերի հիվանդություն ունեի։ Սկսեցի լուրջ մտածել, որ տենց չի լինի, անտատ վիրահատություն անեն։ Ես որոշեցի, որ պետք է մի բան անեմ։ Ամառ թե ձմեռ արդեն 23 տարի։ Ամեն առավոտ Ելենան այստեղ է, Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Դե երջանիկ է իմ կյանքը, այդպես կասեմ։ Եվ դուք դեռ կարծում եք, որ չեք կարող, որ չի ստացվի եւ դեռ հավես չունեք, նայեք ձեզ կողքից, հիշեք ձեր երազանքները ու դեպի առաջ քայլեք։ Այսօրն ամեն ինչ նորովի սկսելու ամենաճիշտ օրն է։ Իրինա Մկրտչյան, Արտակ Մարտիրոսյան, Առավոտը շանթում։ Հենրի Ֆորդը մի առիթով ասել է, եթե ես անեի միայն այն, ինչ ինձնից սպասում էին մարդիկ, նրանք մինչ օրը ստիպված կլինեին երթևեկել կառքերով։ Ցանկությունների եւ հնարավորությունների ճիշտ իրագործման օգտակար խորհուրդներ այսօր մենք կստանանք ռազմավարական բիզնես կրթական եւ խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր Վահրամ Միրաքյանից, ով մեր հյուրն է, բարև ձեզ Վահրամ, ով նաեւ 4 մարքեթինգ գրքի հեղինակն է։ Ուրախ ենք, որ մեր հյուրն եք, հետաքրքիր է ինչ բան է ձեզ ճիշտ մոտիվացիան եւ որքանով է այն տարբերվում ուղղակի ցանկությունից, հա։ Գիտեք, մարդիկ ի սկզբանե ստեղծված են ծույլ։ Ինչու են ծույլ ստեղծված, որովհետև էվոլյուցիայի արդյունքում, երբ որ մարդը պետք է խնայեր իր էներգիան, այսինքն սնունդ ճարելը ժամանակին դժվար է եղել, ու հետո երբ որ անդադ ստիպված են ինչ-որ բան անել, էներգիա են ծախսում եւ ստիպված են նորից սնունդ գտնել, ու ոնց որ էվոլյուցիայի ընթացքում մի քանի հազար տարիների ընթացքում մարդու մոտ ձևավորվել է չաշխատելու ձգտումը, այսինքն իրենք չեն աշխատում, որովհետեւ գոյատևեն, որովհետեւ հավաքեն սնունդը, ճարպերն հավաքեն, որովհետեւ ստիպված չլեն նորից վազեն եղջերուների հետևից, նոր եղջերուներ բռնեն եւ այլն եւ այլն։ Այսինքն ի սկզբանե մեր բնույթի մեջ կա ծուլություն, բայց հետո գալիս է արդեն ժամանակները փոխվել են հիմա, եղջերու բռնելու կարիք չկա, մամոնտ բռնելու կարիք էլ չկա, բացարձակ կարիք չկա, բայց այդ հազարամյակներով մնացած այդ բնածուլության ձգտումը կա։ Մոտիվացիան այն է, որը հաղթում է հենց այդ ծուլության ձգտմանը, կարելի է այդպես ասել, չշարժվելու, չգործելու, էներգիա չծախսելու ձգտմանը, երբ որ հաղթում է, այսինքն տեղում չնստել, այլ աշխատել, գործել, շարժվել, հենց այդ։ Կարելի է ասել, որ դա եւ իր դրական կողմերն ունի եւ իր մեծ բացասական կողմերն ունի, որովհետեւ հա հասնում ենք մի ավել բանի, որ մենք էս ինչ բան չանենք, բայց դրանով մենք դառնում ենք Հա, դրական կողմերը, ծուլության դրական կողմերը նկատի ունեք։ Չէ, դրական կողմերը մոտիվացիայի եւ բացասական կողմերը։ Մոտիվացիայի բացասական կողմը այդ ավելի շատ սուբյեկտիվ է կախված նպատակից։ Նայած մոտիվացիա։ Նայած ինչի համար է մոտիվացիան, էլի մոտիվացիա դուրս գալ սպանել փողոցի բոլոր շներին կամ չեք թե կախված է թեմայից, էլի։ Գիտեք, չեք կարծում, որ մեր արտագաղթը պայմանավորված է այս երկրում մոտիվացիա չունենալու պատճառով, հա։ Իրականում մենք մի խնդիր ունենք, մեզ խորհրդային միությունից եկող մեզ չեն սովորեցրել հաջողության հասնելու մշակույթ կա։ Հաջողության հասնելու մշակույթը օրինակ շատ տարածված է արևմուտքում, հատկապես ԱՄՆ-ում, մենք այդ ամեն ինչը տեսնում ենք, օրինակ, բան, ամերիկյան երազանք, չէ, հասնել հաջողության, այդ իրենց մշակույթում կա անդադ, որ պետք է հասնել հաջողության, օրինակներ կան, кейսեր, տարբեր մարդկանց օրինակներ իրենց մոտ, սկսած Ջոբսից ավարտված չգիտեմ, Թրամփով եւ այլն, որոնք գրքեր են գրում, տարածում են։ Մեր մոտ այդ չկա։ Ինչու՞։ Մեր մոտ խորհրդային միությունն ընդունված չէր այդպես, ու մենք էլ շարունակվել է խորհրդային միությունից հետո իներցիայով է գնացել։ Կարծում եմ այդ է պատճառը։ Ու հիմա էլ հաջողության հասնելն ընկալվում է որպես շատ դեպքերում ընկալվում է որպես արտասահմանում, արտագաղթի ճանապարհով։ Այնց է դա։ Մենք տեսնում ենք հարևան, որը գնաց Ֆրանսիա, գնաց Ռուսաստան, բայց մենք տեսնում ենք նաև հարևան, որը գնաց Ռուսաստան, հիվանդ եկավ հետ կամ Աստված տնից հեռու սպանվեց, չգիտեմ, քայքայվեց ընտանիք, չէ՞ որ այդ հարևանները ավելի շատ են։ Դե մարդիկ տեսնում են ինչ որ ցանկանում են տեսնել։ Այսինքն են դրական օրինակներն ավելի զարգանա մեր երկրի հանդեպ ունենալու այդ։ Ասում եք, որ դա խորհրդային միությունից եկած է, բայց ներեցեք, այ դուք արդեն խորհրդային միության այնքան էլ չեք հիշում։ Իսկ դեզանից ավելի երիտասարդները, ովքեր արտագաղթում են, ընդհանրապես դա գիտեն գրքերից։ Ինչու ասենք Հռոմից չեն բերել, որովհետև ասենք այսպես հիշողություն, այլ բերում են խորհրդային միությունից։ Ես չեմ հիշում խորհրդային միությունը, բայց իմ ծնողները, իմ հարազատները, եղբայր, մորքուր, բոլորը այդ մշակույթի կրող են։ Ես մեծացել եմ այդ
սոցիալական միջավայրում։ Ես ըստ էության այդ մշակույթի կրող եմ ու այ իմ երեխաները նոր կլինեն ուրիշ մշակույթում։ Արդեն փոփոխությունը կլինի, չնայած էլի խորհրդային միության մշակույթի ազդեցությունը կլինի մեր բոլորիս վրա։ Իսկ խորհրդային միությունը ի՞նչն էր գլխավոր խնդիրը։ Խորհրդային միությունը արդյունաբերական մակարդակի վրա է դրված ծուլություն, այսինքն գողանալ երկրից։ Եթե գյուղատնտեսության գյուղացին, եթե ցորեն էր ցանում, փորձում էր ամեն հնարավոր տարբերակներով գողանալ մի քիչ։ Չգիտեմ, մյուս հիմնարկության աշխատողը էլ փորձում էր գողանալ եւ այլն, այսինքն այնտեղ մշակութային դրվածքներ այդպես։ Դրա համար ու այդ փոխվել է ժամանակի ընթացքում, որովհետեւ նույն արևմտահայերը, Հայաստանի Հանրապետության մեծ մասը արևմտահայերեն է սպայդրությամբ, չէ՞, որոնք 20-ական թվականներին են տեղափոխվել այստեղ Եղեռնից հետո, բայց այդ նույն արևմտահայերը, որոնք գնացել են Սիրիա, որոնք գնացել են Իրան, նրանք ավելի աշխատասեր են։ Որտեղ նույն խորհրդային միության մշակույթը չի ազդել իրենց վրա, իսկ մեր վրա ազդել է ու հետեւաբար ես էլ եմ արևմտա Հայաստանից, բայց իմ նման Սիրիայից եկած արևմտա Հայաստանից մարդը ավելի շատ աշխատասեր է։ Այդ խորհրդային միության ազդեցությունն է էլի մեր բոլորիս վրա։ Բարսան պատճառն է դա։ Ինչպես զարգացնել աշխատասիրությունն ու աշխատունակությունը կիմանանք գովազդից հետո։ Կարճատև գովազդ։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոш գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կրակենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Որոգայթ, հայկական գեղարվեստական ֆիլմ հոլիվուդյան կանոններով։ Որոգայթ գեղարվեստական ֆիլմը շարունակում է մնալ մեծ էկրանին, Հայաստանում, Միացյալ Նահանգներում։ Նոր խոսք, նոր դեմքեր, նոր ընկալում։ Շատ ոգևորիչ ֆիլմ է, շատ լավն է, շատ տպավորված է։ Տպավորությունը երում է։ Շատ հավանել ենք, շատ տպավորված ենք։ Տպավորություններս շատ վառ են, որովհետև սպասումներս էլ էին մեծ։ Անգամ ես լաց եղամ։ Պրոֆեսիոնալ ֆիլմ, իրոք շատ պրոֆեսիոնալ էր ամեն ինչ արած։ Ազդեցիկ ֆիլմ էր։ Բավականին տպավորված եմ։ Շատ լավ կինո էր, բոլորին մաղթում գանդիտեն անպայման։ Որոգայթ, մայրաքաղաքի կինոթատրոններում։ Հիշեցնեմ, որ մեր հյուրն է ռազմավարական բիզնես կրթական եւ խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր Վահրամ Միրաքյանը։ Հիշեցնենք մեր հարցը, թե ինչպես անել, որպեսզի մարդիկ լինեն ավելի աշխատասեր եւ այդ մոտիվացիան ունենան եւ աշխատունակ լինեն։ Եթե գլոբալ առումով խոսենք, նախ գլոբալ ասեմ, հետո կազմակերպությունների մակարդակով։ Գլոբալ առումով մարդիկ միշտ սիրում են գործել հանուն ինչ-որ վեհ նպատակի, հանուն ինչ-որ բարձր նպատակի։ Այդ բարձր նպատակը պետք է շոշափելի չլինի։ Այսինքն $5 միլիոն այն բարձր նպատակ չի, որի համար ամեն օր աշխատեն օրը 18-20 ժամ։ Բարձր նպատակը օրինակ Սթիվ Ջոբսի դեպքում չէ փոխել աշխարհը։ Մեր ազատամարտիկների դեպքում պահպանել հայրենիքը։ Հայրենիքը չէ, շոշափելի հասկացություն չի, բայց այդ իրենց մղում էր բանին, ինքնազոհության էր մղում, պատերազմի, իրենց կյանքն էին տանում դնում, ու այդպես կարելի է շարունակել, այսինքն երբ որ նպատակ է դրվում գլոբալ, նույն Էլոն Մասկը Տեսլա մեքենան, որ ստեղծել է, էլեկտրոմեքենան, չէ, ինքը ասում է, ես պետք է բանանեմ, հեղափոխեմ մեքենաշինության ոլորտը։ Այդ ամենը բարձր վեհ գաղափարների նպատակներ, այսինքն գլոբալ առումով, եթե Հայաստանի կոնտեքստում դիտենք, Հայաստանում մոտիվացված լինելու համար, եթե լայն զանգվածներ մոտիվացված լինելու համար, պետք է հասկանան, թե Հայաստանը ուր է գնում գլոբալ մակարդակում, ինչ-որ ոգեղեն արժեքի։ Բայց քանի որ մենք չգիտենք թե օրենքում դրա համար չկա այդ մոտիվացիան։ Հա, եթե գլոբալ առումով չկա այդ մոտիվացիան, արդյունքում առաջանում է արտագաղթ։ Նպատակ չկա գլոբալ առումով, որպես հայ ազգը, որպես հանրույթ, կարող ասեք որևէ նպատակ, որի համար մենք ապրում ենք, ոգեղեն նպատակ։ Չեմ ասում տնտեսական, չեմ ասում туриզմի զարգացման կենտրոն տարածաշրջանում Հայաստանը կամ արդյունաբերական, կարող ասեք գլոբալ նպատակ, որի համար մենք ապրում ենք։ Լավ, ֆրանսիացին գիտի այդ գլոբալ նպատակը որ ապրում։ Իրենց դեպքում կա, հա, ֆրանսիական, չի, Եվրամիության արժեքներ է, եվրոպական արժեքների տարածում ամբողջ աշխարհով, օրինակ, ամերիկյան դեմուց ամերիկյան երազանք, դեմոկրատիայի տարածում ամբողջ աշխարհում։ Նպատակ առհասարակ չունենք։ Հա, Վրաստանում պետական մակարդակում։ Վրաստան մակարդակում փոխվում է ժամանակ, իրենք էլ մեր խնդիրներ ունեն, բայց ժամանակ առ ժամանակ փոխվում են կախված քաղաքական ղեկավարությունից։ Լավ, իսկ երևի հայկական հարցի լուծումն է, հա։ Ցեղասպանությունը մի քիչ, բայց ցեղասպանությունը ավելի շատ նպատակ չի, ցեղասպանությունը միջոց է։
Ցեղասպանությունը սադոմաղոզոխիզմի նման բանի է վերածվում, երբ որ ասում եք նպատակ, որտեղ ոնց որ ստրես տարած մարդուն անդադ հիշեցնես իր ստրեսի պատճառը։ Հա, իսկ երբ որ ցեղասպանությունը ծառայ որպես միջոց, այդ դեպքում արդեն դառնում է կծառայի նպատակի համար, բայց ինքը հիմա ոնց որ անդադ մեզ ցավոտ վեր կա, անդադ սեղմում ենք այդ։ Հա, ի վերջո լավ, եթե լուծվեց, հետո ինչ, էլի պարզ չէ։ Այդ հետոն մեր նպատակը կարող լիներ ցեղասպանություն, բայց քանի որ հետոն չկա, դրա համար ցեղասպանությունը։ Ուրեմն ձեզ պետք է այդ հետոն ձևավորել, հա։ Ոչ եղան ինչ-որ գաղափար, ոչ շոշափելի արժեքները պետք է լինեն, գաղափարախոսություն։ Լավ, իսկ եթե ընդհանուր գլոբալ առումով այդ նպատակը թողնենք մի կողմ եւ խոսենք մի քիչ ավելի մեզ մոտ նպատակների մասին, ինչպես անենք, որ մենք ընտրենք ճիշտ միջոցներ, որովհետեւ այն, որ նպատակը արդարացնում է, միջոցները արդեն ակտուալ չէ եւ կարող է միջոցը սխալուղությամբ գնա դեպի նպատակը։ Տեսեք, մոտիվացիայի մի քանի սկզբունք կա կազմակերպությունների մակարդակում։ Նախ պետք է հասկանանք ով է մոտիվացվող, ում ենք ուզում մոտիվացնել։ Երբ որ խոսում ենք, որտեղ տարբերություն կա, հետազոտություններն ապացուցել են, որ ինտելեկտուալ աշխատանքով զբաղվող մարդկանց գումարով մոտիվացնել հնարավոր չէ։ Ասենք մի այդպիսի առանձնահատկություն կա, այսինքն եթե ունենում ենք ֆիքսված աշխատավարձ գումարած բոնուսներ, ինտելեկտուալ աշխատանքով զբաղվող մարդուն դա ոչ միշտ է բավարարում։ Մենք այդ շատ լավ տեսնում ենք օրինակ ծրագրավորման ոլորտում հայկական ծրագրավորման ոլորտում աշխատավարձերը բավականին բարձր են ու շատ արագ աճում են, շատ արագ։ Բայց այդ ամենը չի խանգարում իրենց, որ գնան արտասահման, օրինակ, որտեղ իրենք ուզում են աշխատեն օրինակ Facebook-ում, ուզում են աշխատել Twitter-ում, ուզում են աշխատել ինչ-որ գլոբալ պրոյեկտի, իսկ հայկական գլոբալ պրոյեկտներ չունենք։ Հիմա ստարտափեր ստեղծվում են մի քանի, արդեն կան տեղական, հա, օրինակներ ստարտափերի մեծ մի քանի միլիոն դոլարանոց արդեն հասած, բայց այդ ստարտափերը կլանում են մասնակիցներին, որ այդ նույն լավ ծրագրավորները մնան այդտեղ, որտեղ իրենք ուզում են աշխարհը փոխեն, իրենք ուզում են Հայաստանը փոխեն։ Բայց բարձր, հա, 1 միլիոն, 2 միլիոն աշխատավարձ է ստանում, բայց դա իրեն բավարար չի։ Ինքը 25 տարեկան, 30 տարեկան է, հա, ինքը ավելի շատ բան է ուզում հասնել։ Այսինքն, եթե ինտելեկտուալ մարդկանց մասին խոսենք, ինտելեկտուալ աշխատանքով զբաղվող մարդկանց մասին, իրենց գումարով մոտիվացնել գրեթե հնարավոր չի։ Իսկ եթե ֆիզիկական աշխատանքով մարդկանց մասին խոսքը, իրենց հնարավոր է գումարով մոտիվացնել, դա աշխատավարձ, գումարած բոնուսներ, գումարած արտար գնահատման համակարգ, իրենց աշխատանքի հետ շատ-շատ կարևոր է, որովհետև սոցիալական անարտարություն ու կազմակերպության ներսում կարող է հիմնական ապամոտիվացիայի պատճառը դառնալ։ Իսկ կարելի է ասել, որ մեր ընդհանուր երկիրը Հայաստանը չունի այդ գլոբալ եւ ոչ շոշափելի նպատակը, որովհետև չունենք ճիշտ միջոցներ այդ նպատակին հասնելու։ Կամ ինչն է պատասում, որ վիզի ունենանք այդ։ Հա, իրականում այդ ինտելեկտուալների ինտելիգենցիայի խնդիրն է, որովհետև գաղափարությունը ձևավորվում է ինտելիգենցիայի կողմից, գաղափարության իրականացնողը դառնում է քաղաքական ղեկավարությունը, բայց ինչն է հետաքրքիր, որ գաղափարությունը, քաղաքական ղեկավարությունը ոչ միայն պետք է պաթետիկ առումով իրականացնել, մենք ունենք այդպիսի գաղափարախոսություններ, չեմ ուզում մանրամասնել, բայց ունենք պաթետիկ գաղափարախոսություններ, որոնք իրականությունում չեն համապատասխանում։ Այսինքն քաղաքական ղեկավարությունը այդ ոչեղեն գաղափարություն պետք է օգտագործի կառավարման մեջ։ Պետք է կառավարման համակարգ ըստ այդ գաղափարախոսության ստեղծվի։ Իսկ գաղափարախոսությունը տալիս է ինտելիգենցիան, քաղաքական ղեկավարությունը վերցնում ու ներդրում է կառավարման համակարգում։ Այդ դեպքում մենք բոլորս ունենք։ Ես կարծում եմ դուք ինչ որ ասեցիք, մենք դժվարությամբ հասկացանք, դժվար թե կառավարությունում այդ մարդիկ թեժ մարդիկ ասենք ո՞րից հասկանան։ Բա ինչ անենք։ Խնդիր համար մեկ։ Այդպիսի խնդիր կա, էլի։ Լավ, եթե գլոբալից գանք ուղղակի բիզնեսի, այսօր մեր մոտ Հայաստանում բիզնեսի որ ճյուղերն են, որ կա այդ մոտիվացիան առաջ գնալու եւ ստեղծելու նոր նպատակներ ու միջոցներ։ Հա, իրականում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է այդ ավելի շատ լինում, մի քանի պատճառներով, որովհետեւ այնտեղ ներգրաված են հիմնականում երիտասարդներ, որոնք հետխորհրդային շրջանի սերունդ են։ Մեկ, հետո այնտեղ կապ չունի լոգիստիկայի հետ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, այսինքն մենք մեր գլխավոր խնդիրը տնտեսության զարգացման փակ սահմաններն է, չէ՞, մեզանից չկախված փակ սահմաններից, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում լոգիստիկան կապ չունի, փակ սահմանները որևէ բանի չեն խանգարում։ Հետևաբար այդ ոլորտը շատ արագ է զարգանում, մենք ունենք ստարտափեր, շատ, որոնք մի քանի ստարտափի օրինակ ունենք 250 միլիոն դոլարանոց ընկերությանը վերածվել, Pixar-ը հավելված օրինակ։ Այսինքն իրենք ավելի շատ արդեն ոչ հայկական են դարձել, գլոբալ համաշխարհային են դարձել, Հայաստանում քիչ են օգտագործում Pixar-ը համատաբար։ Ունենք օրինակներ, պատկերացնում եք Հայաստանում 3-4 տարվա ընթացքում 250 միլիոն դոլարանոց ընկերություն 0-ից։ Բայց ունենք այդպիսի բան։ Եթե չեն գողացել կամ չոմ մեկինը չեն խլել, դժվար են պատկերացնում։ Հա, բայց հենց այդպես է, ՏՏ ոլորտը հիմնականում այդպես է, հա, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հնարավոր է ստեղծել, բայց մենք այստեղ երկրորդ խնդրին ենք առնում դրա դառնում, այդ հաջողության պատմությունների մասին ոչ մեկ չի խոսում։
Այ դա է, որովհետև միշտ ասենք վատը ինչ որ ով հարստացավ, հա, Պողոսը, Մարտիրոսը ինչ արեցին, գողացան, թալանեցին, կերան, սպանեցին, դարան։ Իսկ դա ով որ իսկապես իր ուղեղի եւ շնորհքի, ասենք շնորհիվ հարստացել է եւ արժեք է ստեղծել, մենք չենք ճանաչում։ Ինչու է, ասում եք նույնը տեղեկատվական ոլորտը պիտի երևի թե մեզ տեղեկացնեն դրա մասին, հա։ Հաստատության լրատվամիջոցների ոլորտում մշակույթ պետք է ձևավորվի լուսաբանել հաջողության պատմությունները։ Նույն մենք բարեբախտաբար ինտերնետում ունենք այդպիսի լրատվամիջոց, որը զուտ անդրադառնում է IT ոլորտ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հաջողության պատմությունների, բայց համապատասխան հաղորդում է պետք նույն արևմուտքում եթե նայենք ստարտափների ներսի կյանքի մասին ծրագրեր կան եթերներում, հեռուստատեսությունում, այդ մարդկանց հաջողությունների մասին գրվում է, անդադ խոսում են։ Ջոբսը մինչև հիմա մենք բոլորս մոտիվացվում ենք Ջոբսով, բայց Ջոբսը ինչ է, Ջոբսը ստարտափ էր, որ 80-ականներին հիմնեց, չէ, ստարտափը հիմնեց, այդպիսի ստարտափեր մենք հիմա ունենք։ Այդ մակարդակի չէ, քանի որ Հայաստանն ու ԱՄՆ-ն տարբեր մակարդակներ են, բայց Ջոբսի պատմությունը ստարտափ էր, որը ոգևորեց ամբողջ ԱՄՆ-ն, հետո մինչև հիմա ոգևորում է ամբողջ աշխարհը։ Այ օրինակ տեսեք մեզ մոտ ինչ կարևոր ոլորտներ կան, ասենք նույն էներգետիկայի ոլորտը, հա, չգիտեմ, արևից էներգիա ստանալու եւ այլն, ասենք եւ անգամ կան այդպիսի օրինակներ արդեն, հա, բայց կարծես թե տենց թափով չի զարգանում այդ ամեն ինչը։ Ինչ է, ներդրումների հետ է կապված, թե մարքեթինգն է սխալ, թե ինչն է, ասենք ինչն է։ Դե մի քանի հարց կա, նույն հենց արևային էներգիայի ոլորտում մենք էլի հաջողության պատմություններ ունեն, կան ընկերություններ, կան ընկերություններ, կան մարդիկ, որոնք օգտագործում են, որ արդեն գազից հրաժարվել են, ես ճանաչում անձամբ։ Հա։ Եվ ինչու չի գնում, ասենք, ավելի թափով առաջ, ինչ է, խանգարում է ինչ-որ մեկը, թե… Ինձ թվում է ուղղակի լայն թեմային անդրադառնալու հարցն է։ Լայն թեմային անդրադառնալու, որ ամեն օր մեր մոտ մի հետաքրքիր միտում կա, Facebook-ից կարող ենք այդ միտումը տեսնել, մենք սիրում ենք ու տարածում ենք դրականը, բացականը։ Սիրում ենք տարածում ենք բացականը, ֆրենդլենտան նայենք, ցանկացած մարդու Facebook-ի ընկերների գրածները նայեք, մեծ մասը բացականի մասն է։ Բացական նույնիսկ լրատվամիջոցներ կան, որ մասնագիտացած են բացականի վրա։ Սարսափելի լուր մի հատ գնացեք ես հղումով տեսեք, չէ՞։ Բացականը մենք սիրում ենք տարածել բացականը, նույն ռուսական շուկայի հետ կապված որ առնչվում ենք, բանը սոցիալական մեդիայի հետ կապված սոցիալական ցանցերով։ Դա երևի դուքներ այնց որ դժգոհ մարդիկ ակտիվ են։ Դժգոհ մարդիկ ակտիվ են, հա, բացի գոհ մարդիկ էլ Facebook-ում չեն, հա, երևի, հա։ Այո, շատ ավելի պասիվիան խնդիր չունեն մտնել հասարակ։ Մի խնդիր եկա կարծում ըստ ձեզ ինչ կասեք առհասարակ երբ որ մենք տեսնում ենք շատ մեծ հաջողության հասած մեկին, մենք հասկանում ենք որ նրա անցած ճանապարհը այդքան էլ մաքուր չի եղել։ Այսպես ասած չենք հավատում որ դա այդպես մաքուր կարելի է հավատալ եւ հասնել, ասում ենք հա դե պարզ է։ Դա կարող է պատճառ հանդիսանալ որ մենք չենք ձգտում այդ մեծ հաջողության։ Այսպես մի բան կա, սինդրոմ կա մեր մոտ, երբ որ ծուլությունը արտարացվում է այլ հանգամանքներով, հա, այդ միշտ աշխատում է բոլորի մոտ, այդ ծուլությունը պետք է ինչ-որ ձև հիմնավորել, հասկանաք, մարդ ոչ մեկ չի ուզում խոստովանել, որ ես ծույլ եմ։ Ինչպես անել, եթե ինքը ծույլ է։ Ինքը սկսում է խնդիրներ գտնել այլ մարդկանց մեջ։ Այս մեկը հասել հաջողության, ինքը խապեպա էր, ինքը տականք էր, դրա համար է հասել հաջողության, ուրիշ տարբերակ չկա։ Կամ պետությունն է մեղավոր, համակարգն է մեղավոր, որը չեմ կարող երկիր չի, հա։ Դրանով ինքը հիմնավորում է իր չանելը, չգործելը, հա, իր չգործելը, որովհետև եթե ինքը խոստովանի, որ այս իր կողքի հարևանը հասել է հաջողության 0-ից առանց որևէ ֆանտաստիկ քայլերի, իսկ ինքը չի կարողանում հասնել հաջողության։ Այդ ուրեմն պետք է ինքը խոստովանի նաև, որ ինքը ծույլ է, պետք է ինքը խոստովանի, որ ինքը անհաջողակ է։ Հետևաբար այդ անհաջողակ լինելն ու ծույլ լինելը ինքը սկսում է հիմնավորել, սկսում է արտարանալ, մյուսներին մեղադրելով։ Բայց գիտեք, երբեմն մարդ զբաղված է այն գործով, որ չի կարող բերել այդպիսի, ասենք, շահույթ, հա, բայց չի էլ ուզում ուրիշ գործով զբաղվել, բայց չի կարելի իրեն մեղադրել ու ծուլության մեջ։ Հասարակ գյուղացին սիրում է թողը մշակում է, գիտի որ տակա տալու, էլի բանկից փող վեկանելու, էլի տակա տալու։ Դերասանը ստանում է 50,000, ամեն օր գնում է գործի, պարկեշտույն անում է իր աշխատանքը, բայց գիտի որ այդ 50,000-ից ավել չի ստանալու։ Հիմա ինչ մեղադրենք, որ իրենք ծույլ են։ Չէ, իրականում ես իրենց եթե կրթվելու ճանապարհները կան ու չեն գնում շարունակել կրթվել, ես այդտեղ կմեղադրեի, որովհետև նույն գյուղացիների առումով մենք առնչվում ենք մարտիզինգային տեսանկյունից որոշ հարցերում գյուղացիներ իրենք չեն ուզում նոր բանը փորձեն։
մենք չեն ուզում անդադ նոր բան փորձել։ Մենք ունենք օրինակ, որ նոր մշակաբույսեր են ներկրել, էլի յուղացու, ներդրել այդ մշակաբույսերը ու լավ շահույթ է ստանում։ Երբ որ ինքը մշակաբույս կիրառում է, շահույթ է ստանում, նոր սկսում են մյուսները փորձարկել հարևանները հերթով։ Բայց մինչև մեկը չանի, առաջինը ոչ մեկ չի ուզում անել։ Ամեն տարի նույն ծորը որովհետև ռիսկ կա, առանց հետո վարկը վերցելա չգիտի փագելու է թե չէ, միան նոր համար է բժշկության մեջ միշտ առնետների վրա էին ամեն ինչ փորձում։ Հա, իստե առնետներ չեն, հենց ինքը իր վրա է փորձելու, դրա համար բարդ է։ Հա, այստեղ զուտ կրթական մշակույթներ, օրինակ մարքեթինգ այն, այսինքն բիզնես են հիմնում, բայց սկսում են սխալ ուղղությամբ են գնում։ Բիզնես են հիմնում, գլխավորը կարևորում են լավ գրասենյակը, չգիտեմ, շետեղ տեղ գրասենյակ, շետեղ քարտուղարուի եւ այլն, հետո հասկանում որ չէ, մի տարի, երկու տարի զրոյով են աշխատում, չեն կարողանում աշխատել։ Կառավարում ճյուղը շատ է կաղում, այսինքն մեզ մոտ այդ մենեջմենտ ասվածը։ Հա, մենեջմենտ, արդյունավետ բիզնեսի վարում։ Մարքեթինգը բիզնեսի գլխավոր արյունատար անոթն է, այսինքն առանց մարքեթինգ չի կարող զարգանալ ոչ մի բիզնես։ Բայց ով է հատուկ գնում մարքեթինգ սովորում դրա համար։ Թվում է թե մենք ինչ-որ օթում կախված բաներից ենք խոսում, որովհետև դուք հիմա շատ խելոք բաներ եք ասում, իսկ կան կառավարման ոլորտներ, որոնք որ պետք է հենց այդ ձեր ասածը անեին, հա, նույնիսկ գյուղատնտեսությանը վերադառնանք, անցյալ տարի լավ բերք ունեին, բայց պարզվեց, որ մենք ունենք 20 բոճկա, իսկ գյուղացին 30 տակառի համար էր խաղողարել, ու ոչ մի գրանք այդ մարդ չկար հաշվեր, մոնիտորինգ աներ, վայ, սաղ սենց ոնց որ ասում են, բերքը լավ է, վատ է, բերքը վատ է, էլի վատ է։ Ինչու այդ ամեն ինչը, ինչ որ դուք ասում եք, չի կիրառվում կյանքում։ Ես համոզված եմ գյուղատնտեսության նախարարը, փոխնախարարը, բան, երևի կուզեին, ասենք, նստեին, հաշվեին, ձեզ հարցնեին, կամ միգուցե ձեզանից ավելի խելոքին հարցնեին, չգիտեմ։ Տարբեր այլ խելոք մարդիկ։ Ինչու չի արվում դա, ինչու մենք խոսվում դրա մասին։ Հա, տեսեք, այդ արդեն պետական համակարգի կառավարման խնդիրներից է գալիս։ Այդ թեմայով եթե խոսենք, առանձին թեմա է դառնում։ Իսկ կարամ օրինակ բերեմ, ինչպես այդ խնդիրը լուծվեց իմ ընկերներից մեկը, որը աճարի արտադրություն ունի, Հայաստանի աճարի մեծ մասը ինքն է արտադրում, հիմնականում արտանում է։ Այս տարի աճարի գներն ընկան։ Աճարի գներն ընկան ամբողջ աշխարհում։ Ու ինքը խնդրի առաջ կանգնեց, քանի որ պետք է ահռել մեծ քանակի ապրանք ուներ։ Ոնց խաղաղ դեպքում եղավ։ Բայց ինքը ինչ արի, ինքը որոշել է հաց արտադրել աճարից դիաբետիկների համար։ Մինչև հիմա Հայաստանում ու ԱՊՀ երկրներում չկա աճարից արտ դիաբետիկների համար, որ շատ օգտակար է դիաբետիկների։ Բայց այսինքն ինքը վերապրոֆիլավորվեց, որը արտանում էր աճարը Եվրոպա, հիմա ինքը փոխեց իր ուղղությունը, սկսում է հաց արտադրել ԱՊՀ-ի համար ու Հայաստանի համար։ Այսինքն, երբ որ եղավ ավելցուկ, ինքը արագ վերապրոֆիլավորեց այլ ուղղության մեջ մտավ։ Իսկ գյուղացիների դեպքում այդ չէր արվում։ Իրենց պետք է խորհուրդ տան, որ անեն այդպես, իրենք ինքնուրույն չեն կարող խորհուրդ անեն, չէ՞, բայց այդ խորհուրդ տվողները հավանաբար չեն տվել խորհուրդ, արդյունքում ունենք այս խնդիրը։ Հա, բայց այդ գյուղացին էլ մեղավոր չի, որ խորհուրդ տվող չէ, կամ չի մացելում դիմի։ Պետք է ներդրումներ անել, պետք է իմանալ, որ պետք է այդ մոնիտորինգը արածնես, պետք է պատրաստ լինես, որ հա լավ գինի չես գյուղացուն է պիտի ասի, որ երբ որ այսպես խնդիր ա լինում, կարող ես դիմել այստեղ, քեզ կամ արախաշի, կամ որևէ բան։ Արաղը ավելի լավ։ Թեկուս, ասենք էլի վաճառվող պրոդուկտ է, էլի բան չի, հա։ Մի խոսքով, գիտեք, խոսքը ոչ միայն այնպիսի, ասենք, խելոք երիտասարդների մասն է, ովքեր որ ասենք դուք եք եւ ձեր ընկերները լավ բաներ են առաջարկում, այլ նա որ այդ առաջարկողը եւ ղեկավարողը իրար հետ ոնց որ հանդիպեն մեկ-մեկ, հա, խոսեն, անպայման չի զաքս գնալ իրար հետ, բայց պետք է խորհրդածությունը լինի ինչ-որ, որպեսզի կյանք գնա։ Այսինքն ստեղծվի այդ համակարգը, որտեղ նրանք կհանդիպեն։ Ես հիշեցնեմ, որ մեր թիմը ռազմավարական բիզնես կրթական եւ խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր Վահրամ Միրաքյանը, չոր մարքեթինգ գրքի հեղինակ, շնորհակալ ենք ձեզ զրույցի համար։ Հուսանք ձեր բոլոր նպատակները կլինեն ոչ շոշափելի եւ կհասնեն ճիշտ միջոցները։ Միության օրոք պլանավորված այսպես էկոնոմիկայի դեպքում այս մարդուն կնստացնեին բանդ, հիմա բանդ չեն նստացնում, ուղղակի չեն խորհրդակցում հետ։ Հիմա որն է լավ, ես չգիտեմ։ Մի խոսքով այսքանը։ Շնորհակալ ենք ձեզ զրույցի համար, իսկ մեր եթերում գովազդ է, շատ լավ նպատակ դիտեք։ Եվս մեկ անգամ իշենք մեր սիրելի գործընկերոջը։ Մեր հաղորդման հովանավորն է իմ անտանեկան բժշկական կենտրոնը, որտեղ հաշված րոպեների ընթացքում իրականացվում է բոլոր օրգանների համակարգչային ախտորոշում, որովայնի 4D սոնոգրաֆիա։ Կատարվում է կրծքագեղձի ստուգում նորագույն սարքի միջոցով։ Կենտրոնում անվճար իրականացվում է վահանաձև գեղձի ստուգում, ողնաշարի զննում,
Եվ 4-ից 14 տարեկան երեխաների ճիճվակրության ստուգում։ Իմա բժշկական կենտրոն, Մաշտոցի 33 կոտորակ 1, հեռախոսահամար 50 80 50, ընդհանրապես զանգահարում եք եւ լուծում եք ձեր առողջական խնդիրները։ Իսկ եթերը շարունակում է օրվա դեղատոմսի ժողովրդական խորհուրդները։ Գնացինք։ Գարունն այն լավագույն ժամանակաշրջանն է, երբ պետք է օրգանիզմը զինել վիտամիններով, իսկ հատկապես ինչով, ինչպես եւ ինչ քանակությամբ կպարզենք Մարիամ Վահանյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Վահանյան։ Ինչպես մեր օրգանիզմը պատրաստենք գարնանը։ Գիտնականները պարզել են, որ մարտի ծնվածների մոտ լինում է սրտի հիվանդություն, ինչու, որովհետև հաճախ երբ ամռան ընթացքում մեր ծնողները հղիացած են լինում, ամառը շոգ է, վիտամին D-ն շատ, եւ բացի դա, երբ արդեն աշճանաբար հղիությունը շարունակում է եւ գնում է դեպի ձմեռ, ձմռանը վիրուսները շատանում են, դժվար խնդիրները առաջանում հիվանդության հետ, բորբոքային վիճակի հետ եւ հաճախ հղիները հիվանդանում են գրիպով նաեւ։ Ինչու են ասում բժիշկները, որ անպայման խուսափել մարդաշատ վայրերից, որպեսզի գրիպով չհիվանդանանք, որովհետեւ այդ գրիպի վիրուսը, անգինան արագ ազդում են սրտի վրա եւ այդտեղ առաջացնում են սրտի մկանի խնդիր, սրտի անոթների խնդիր, դրա համար մարտ ամսվա ծնվածների մոտ առաջանում են շատ հաճախ սրտի խնդիրներ։ Իհարկե, ես չեմ ուզում ասեմ, բոլորի մոտ դա կարող է լինել, 100%-ի մոտ չէ, բայց ում մայրիկը հիվանդացել է, ապա դա մեկ։ Երկրորդը, այս ամսվա ծնվածների մոտ, քանի որ 3 ամիսը ամառը նոր սկսում է հղիությունը, վիտամին D-ն շատ է եւ գլխուղեղ գնում է շատ վիտամին D, իսկ եթե վիտամին D-ն շատ է, ապա գլխուղեղը սկսում է նորմալ աշխատել, երջանիկ են իրենք, անոթները, գլխուղեղի կենտրոնները շատ լավ զարգանում են, ֆունկցիաները նորմալ կատարվում եւ այս ամսվա ծնվածների մոտ ինչ է ստացվում, երբ դպրոցականն են լինում, այդ տարիքում ավելի է զգացում, որ աշխուժ են, իրենք ավելի ընկալում են, ինչ որ ասում են, եւ նույնիսկ անգամ դպրոց գնացողների մոտ, երբ գնում է առաջի դասարան, իրենք շատ ավելի պատրաստական են սովորում, շատ ավելի հաճելի են լսում եւ ուզում են յուրացնեն։ Եվ բացի այդ, գարնան ծնվածների համար, եթե մենք ծնվել ենք գարնանը, մենք առողջ ենք եւ ուրախ, սերոտոնին հորմոնը շատ է, ուրեմն պետք է ինչ անենք, նաեւ վիտամիններով հագեցնենք։ Անպայման մեր սննդի չափաբաժնում պետք է ունենանք ճիշտ, չամիչ, ընդեղենը դա հրաշալի սնունդ է, որպեսզի մեր օրգան համակարգերը հագենան միկրոէլեմենտներով, վիտամիններով, իսկ իհարկե մրգերը, որ պարտադիր են, էլ չեմ ասում բանջարեղենը, որ հիմա արդեն դուրս է եկել, եւ բացի այդ բանջարեղենը հիմա ինչպես են ասում, ինչքան բնությանը մոտ, այնքան ավելի առողջ։ Եվ ոչ միայն մոտ առողջ, այլ բնությունը յուրաքանչյուր հիվանդության ունի դեր ու դարման։ Նույնիսկ գիտնականներից շատերը ինչ էին մտածում, որ եթե ուզում էին որևիցե հիվանդության հայտնագործել, բուժել դեղաբույսերի միջոցով, իրենք անասուններին թողում էին արածելու եւ իրենք հետևում էին, որ այս հիվանդության ժամանակ իրենք որն են ուտում։ Եվ այստեղ էլ, քանի որ եղել է արդեն ամեն խոտաբույս, ամեն մեր դաշտերում շատ դեղաբույսեր, մենք պետք է ինչքան հնարավոր է, այո, այս պայմաններում, որովհետև սա ժամանակավոր է եւ յուրաքանչյուր մարդ պետք է ուտի շատ ավելի խոտաբույսեր, որովհետև իրենց միկրոէլեմենտները, էլեմենտները, վիտամինները, չէ որ այդ խոտաբույսերի մեջ ավելի շատ վիտամին C է պարունակում, քան լիմոնի մեջ, կամ վիտամինների հզոր պաշար, ուղղակի պետք է աշխատենք, մենք շատ ջերմամշակման չենթարկենք, որպեսզի այդ վիտամինները կարողանանք պահպանենք, այնպես որ մենք ուտենք շատ վիտամիններ, մենք ուտենք շատ մրգեր, բանջարեղեն, ընդեղեն, եւ նաեւ հագնվենք եղանակին համահունչ, որովհետեւ հիմա բավական տարածված է նաեւ սեզոնային հարբուխը, թեպետ օրերը տաքացել են։
Բացատրվում է նրանով, անի որ արևը արդեն դուրս է եկել, մենք ուզում ենք չափից ավելի թեթև հագնվել։ Արագ ուզում ենք դեպի ամառ գնալ։ Այո, եւ բացի դա, ուրախությունից նաեւ մեր ներսում էլ ուրախություն, դրա համար առավոտյան ավելի ցուրտ է, երեկոյան ավելի ցուրտ, իսկ ցերեկը արևը վառ, երջանիկ, մենք էլ համվում ենք, այնինչ պետք է անպայման վերցնենք ժակետներ, պետք է թեթև չհագնվենք, անպայման որ կարողանանք այդ ցրտին առավոտվա եւ երեկոյան կարողանանք մի ուրիշ ծածկելու հագուստ վերցնել, որպեսզի տաք լինենք, որովհետև այս ժամանակ է, որ լինում է բորբոքային հիվանդություններ, այս ժամանակ է, որ լինում է մրսածություն։ Շնորհակալություն։ Մի մոռացեք նաև հաճախ շփտալ եւ ունենալ գարնանային տրամադրություն, դա լավագույն դեղամիջոցն է բոլոր հիվանդությունների դեպքում։ Խոսենք աշխարհի ամենավաճառվող ապրանքների մասին։ Ինձ թվում է դա սիգարետն է եւ ալկոհոլն է, բայց տեսնենք թե ինչ կասի։ Առաջինը նավթն է, Սերգեյ ջան, նավթն է իր մոռացել, այն նաև աշխարհի ամենաթանկ ապրանքներից է բնականաբար։ Դե ես վերջերս նավթ չեմ առել, դրա համար եմ ասում։ Երկրորդ տեղում սուրճն է, Սերգեյ ջան, սուրճ հաստատ գնել ես։ Այն արտադրվում է աշխարհի 70 երկրներում։ Ամենամեծ պահանջարկվող ապրանքների եռյակը եզրափակում է բնական գազը։ Իսկ տասնյակը ներառում են նաև ոսկին, պղինձը, արծաթը, շաքարը, եգիպտացորենը, ցորենն ու բամբակը։ Դե մեզ ամենամոտը սուրճն ու ցորենն, Անահիտ ջան, հացով եւ սուրճ, այո։ Աղու հացով։ Երաժշտական ասպարեզի բիզնես կանոնները շատ տաղանդավոր երգարանների թույլ չեն տալիս ասպարեզ դուրս գալ, քանի որ դրանց թելադրանքով այսօր շոու բիզնեսի բոլոր հայտնի կատարողների երգացանքի 92%-ը կազմում են սիրային, անկողնային եւ նեղ անձնական թեմաներով երգերը։ Դե բայց դե այդ երգերն ա որ լսվում է, ինչ անեն, բա ինչի՞ մա հայտնի։ Որտե մարդիկ են այդ երգերը պահանջում։ Մեր օրերում շատերն են զեղչերով ձեռք բերում նախորդ սեզոնի բրենդային իրեր։ Այո, մանավանդ հայկական խանութներում, այո, սակայն եթե դրան շարքերում Լուիս Վուտոնի որևէ ապրանքատեսակ հանդիպի, կարելի է միանգամից հասկանալ, որ դա կեղծ ապրանք է։ Դրա համար այդ որ գիտեք Շանելից կոշիկները ակտում դա էլիական չէ, բանն այն է, որ այդ ընկերությունը վաղուց ի վեր որդեգրել է սեզոնի ընթացքում չգնված ապրանք նայրելու քաղաքականություն։ Հակառակ դեպքում նոր հավաքածուի նկատմամբ հետաքրքրությունը մի քանի անգամով արդեն նվազում է։ Սիրելի կանայք, այդ ինֆորմացիան հենց ձեզ համար է, որովհետև ամենաշատ սպառողները դուք եք։ Թե որոնք են նոր բիզնես սկսելու եւ այն զարգացնելու գլխավոր նախապայմանները կիմանանք հաջորդ տեսանյութի օգնությամբ։ Այսօր բիզնեսի օր է։ Այսօր բիզնես օր է, հա, օքեյ։ Հայկական նոր ապրանքանիշերի փնտրտուքով մենք ուղևորվում ենք օրգանիկ օճառների փոքրիկ արտադրամաս, Սիրիահայ Շանթի օճառային բիզնեսը կամ պատմություն այն մասին, թե ինչպես ձանձրույթից կարող է ծնվել նոր գործ։ Իմ տատիկը սարքում էր, ճիշտ ասած, ինչ որ խաղապարներ ունեի, բայց մի օր ձանձրացել էի դունը, որտեղ 16 ժամ էի աշխատում օրը հալեբի մեջ, բացի դրանից զեյթունի զեյթի արտադրամաս ունեի։ Գիրագորները շատ էի ցանցրանում, ընկերոջս ասեցի ինչ անեմ, ասեց օրգանիկ օճառ սարքի։ Ասեցի ո՞նց։ Մենակ ասեցի ցևը, ու ես սկսեցի փորձել։ Իհարկե առաջին փորձս այնպես էր, որ դունը պետք է արդեն ռեմոնտ անեինք նորից, բայց վերջը կարողացա։ Այդպես մարքեթինգի մասնագետ Շանթը դարձավ օճառագործ։ Հետո Սիրիական պատերազմը պատճառ դարձավ, որ դուստրերի եւ կնոջ հետ տեղափոխվի Հայաստան։ Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման 4%-անոց վարկով ծնվեց Սիրիահայի հայաստանյան բիզնեսը։ Սկսեցինք առնել, իհարկե մի տարի հետո։ Այդ ընթացքում գամած սկսեցինք աճել։ Շատ դժվար էր մարդկանց հասկացնել, թե ինչ է բնական օճառը, թե ինչ է օճառ առանց հոդի, թե ինչ է օճառ առանց սիրուն դեսկի։ Սիրիայում, որտեղ մարդիկ շատ են, այդ դեպք չունես դու մարքեթինգի մասին մտածելու, կամ խորանալու, կամ քոբազդելու։ Բարձրապես դուք սկսում եք արդատրելը եւ մարդիկ ձեզանից առնում են։ Բարձրապես, որտեղ մենակ Հալեբի մեջ 6 միլիոն մարդ էր ապրում։ Բայց Հայաստան ավելի ճիշտ ցևով են աշխատում բիզնեսը։ Մեկ սենյականոց վարձակալված սենյակը դղյակ չես անվանի, բայց հենց այստեղ են ծնվում Շանթի գլուխգործոցները։ Իսկ ամեն ինչ սկսվում է սեփական ձեռքերով ծաղիկներ եւ խոտաբույսեր հավաքելուց։ Մեկ օճառի կամ եթերայողի ծնունդը կարող է տևել 1.5 կամ 2 ամիս։ Ծաղիկներն իրենց են թրմվում։ Չենք երազում եթերային ունենալան կամ ջնշելով չենք ստանում մեր ուղերը։ Ինքը թողնում ենք, որ ինքն իրանից եփի։ Ինչն է դարբերությունը։ Այսինքն հիմա այս process-ի մեջ, որ տեսնում եք,
Ընդհանրապես թե վատ եւ թե լավ միներալներն եւ ասենք վիտամինները բոլորը դալիս է, այսինքն այս ցեվով կարող ենք մենք միջև ծաղիկի մեջի վատ հատկությունները վերցնենք, որը ինքը օգտակար է էլի մարդու համար։ Այս կորձիկի մեջ ընդհանրապես նախադեсված է, որ ոչատքում լինելու են մանգական նորածինների համար փոշի, լվացքի փոշի եւ լվացքի հեղուկ։ Իմիջի նախնական արել ենք փորձարկումներն են անում։ Կոկոսի, կտավատի, ձիթապտղի յուղեր եւ փրփրացնող հատկություն, որն օջարագործը ստանում է գերչակի յուղի շնորհիվ։ Փրփրացնող հատկություն իհարկե քիչ է, փոխարենը կարող եք վստահ լինել, որ ձեր մարմնին ու մազերին դիպչում են 100%-անոց բնական նյութեր։ Ինքը օրինակը վարդի օջարն է, որը մեջ է փոքր մանր վարդի հատիկներն կան։ Ընդհանրապես վարդի յուղով օջարները իրանք հատկություն ունեն, որ մարդու մգանները, լարված նրվերը եւ դրամատրությունը բավականաչափ իրենքը հանգստացնում է։ Ես անպայման ուզում եմ իմ միշտ ապրանքատեսակից մեջ լինի, որովհետեւ կիլոպատրան միշտ ինքը այդ ցևով էր անում։ Ունենք այստեղ մի քանի դեսակներից մաղդանոսը, այսպեսի հատկություն ունենք միներալներ կան մեջը, որոնք օգնում են բջիջներին շուտ չձերանան։ Ունենք այստեղ երիցուգը, որը քրտնող մարդիկ եւ քրդինքը գալիս է, որտեղ բակտերիաները աճում են։ Այս մեկը չի տոնում ինքը, որ բակտերիաները շուտ աճին։ Այդպեսով ծերվելից քրդինքի հոտ չի կարագա։ Պարզվում է բնական հումքով պատրաստվող օճառները ժամկետ չեն հարցնում։ Ավերին կոնյակի եւ գինու նման երկարակեցությունն այստեղ որակի նշան է։ Այսինքն 10 տարի հետո 5 որ եղավ, այս օճառը որ հիմա 800 է, ժամա 8000-ն է։ Ինչքան հնացավ, ինքը այդքան բանա բարձրանում է իր որակը։ Նորաթուղ բիզնեսմենն իր եթերայուղերն ու օճառներն իրացնում է զանգերի միջոցով, հիմնականում դեղատներում։ Միաժամանակ չի դադարում նոր բաներ հորինել օճառային արտադրությունում։ Մենք բաներ սկսեցի արտադրել, որ մարդիկ ասում են չի կարող լինի դենց սրանով օճառ, բայց անում էի։ Ինչ որ տեսնում եք այստեղ գաթի տեսակներ են, որը կարողանում ենք հանենք այդ բույսերից, որը գաթ չունեն։ Այս մեկը բանն արմավն է։ Այս մեկը բրինձն է, ծորենն է գներեք, էսի բան գնջուտն է, իսկ այս մեկը բրինձն է։ Ինքը դեռ մի շաբաթ ժամանակ է պետք, որտեղ իրենք գոշտ են, գոշտ բան, ասին ծորենը լինի բրինձ, իրենք գոշտ են, այս ժամանակ է պետք, որ իրենք կարողանան փափկել։ Այս գաթով սարքել ենք օճառները, էլի լինելու է մեր հայկական արտադրական խաղողի յուղով այս անգամին, լրիվ։ Եվ դրա շամպունները, այսինքն ճուրի դեպ մենք խառնելու ենք այս անգամին գաթը, այսինքն ծորենի գաթը կամ բրինձի գաթը։ Ֆրանսիայից եւ Ռուսաստանից շանթի հայկական օրգանիկ օճառներով արդեն իսկ հետաքրքրվողներ կան։ Մնում է արտահանման հարցը լուծել։ Շանթը սպասում է ներդրողների եւ հույս հայտնում, որ հաջորդ անգամ մեզ կհյուրընկալի արդեն սեփական բարեկարգ արտադրամասում։ Ների Մոսիսյան, Արթուր Մկրտչյան, Առավոտը շանթում։ Ահա խնդրեմ հաջողակ լինելու եւս մեկ բաղադրատոմս ծիրելներս ոչ մեկի վրա հույս մի դրեք ինքներդ ձեր ուժով գնացեք առաջ։ Գովաստ մեր եթերում։ Լուիզիանայի պետական համալսարանի հետազոտողները պարզել են, որ սեփական սուտն ավելի լավ է հիշվում, քան ճշմարտությունը, եւ դու սկսես որովհետեւ սեփական սուտը հիմնվում է մի փոքր ճշմարտության վրա։ Բանն այն է, որ ստողն աշխատում է հորինել բոլոր մանրամասները, քանի դեռ չի սկսում հավատալ սեփական հեքիաթին։ Մենք ղեկավար ունենք, որ ասում է 10 անգամ սուտը բարձրացնեք եւ դուք կհավատաք։ Դուք կհավատաք դրան, այո։ Բայց փորձը ցույց է տալիս, որ 2 օրից ստեղծագործած ստի մանրամասները սկսում են ազատել գլուխն իրենց ներկայությունից։ Մարդկային հիշողության այդ հատկությունն ավելի քան 1 դար օգտագործվել է դատական հարցման համակարգում։ Գիտնականները վստահեցնում են, որ միջանցիկ դռները ջնջում են հիշողությունը, անցնելով մուտքերի միջով մտքերն ու կաճաժամկետ հիշողությունները զրոյանում են։ Ապացուցվել է նաև, որ երաժշտության օգտակար ազդեցությունը հիշողության վրա է։ Այն ամենն, ինչ տեղի է ունենում երաժշտության ներքո, ավելի լավ ու հստակ է մտապահվում, ինչպես նաև բույրը, չէ, երաժշտությունը բույրը կարող են քեզ հիշել։ Բույրը կարող ես մեկել հանկարծ բույրը։ Առաջին տանգոն, վերջի զանգի։ Հասկանում ես, որ դա առաջի զանգի քո ընկերուհու, ասենք Իսկ եթե դուք փայլուն հիշողություն ունեք, բայց աչքի չեք ընկնում բարությամբ, ապա պետք է ստիպված համակերպեք հիշաչար մարդու կոչման հետ։ Գիտեք, հիշաչարությունը եւս կարող է օգտակար ծառայություն մատուցել, չարությունը մեկ անգամ մտապահելով կարելի է ապահովագրել նմանատիպ իրավիճակներում հայտնվելու հավանականությունը։ Համ էլ հիշաչար չեն մարդիկ, ուղղակի լավ հիշողություն ունեն, ինչ կարող ես անել։ Ուղղակի մի քիչ չարեն ու լավ հիշողություն ունեն, դիտենք տեսանյութ հենց հիշաչարության մասին։ Դիտենք։
Հա, տղեկ, այսօր ռադիոյով բժշկական հաղորդում էր։ Ասում է հաշվել են, որ ինֆարկտով հիվանդանալու համար հարկավոր է 4 միլիոն բացասական իմպուլս։ Այսինքն, մեկ օպիտ խոսք, մեկ թարս նայվածք, չվերադարձած կոպեկ, անպատասխան բարև։ Զավզագություն մի արա։ Ահա, էդ էլ մի բացասական իմպուլս 2 միլիոն ստացել էի, մնաց 2-ը։ Իրեն սև գործը կհասցնեն անելոթում կախված բացասական իմպուլսները, թե ոչ, արդեն մեզնից է կախված։ Ժողովրդական իմաստությունն էլ իր հերթին ասում է, հենց որ մարդը հիվանդանում է, ուրեմն ժամանակն է մտածել ինչ-որ մեկին ներելու մասին։ Վիրավորանք ես, կարող եմ մենակ մոռանալ այն պարագայում, եթե հասկանամ, որ այդ մարդն էլ հասկացել է սխալը։ Դե գիտեք, մեր կյանքը այնպիսին է, որ ամեն օր, ամեն վայրկյան, ընտանիքից բռնած, կոլեկտիվներում այդպիսի բաներ շատ հաճախ են լինում, բայց աշխատում եմ թեթև։ Երբեք հիշաչար չեմ լինում։ Ես բոլորին ներում եմ, որ Աստված էլ իմ մեղքերը ինձ ների։ Չէ, շատ շուտ անցնում է։ Կոպիտ ասած մի հատ քաղցր բառ ու մոռանում ենք։ Մոռանում եմ, հիշաչար չեմ, բացարձակ։ Սիրտային օրգանն է, որը միայն ու միայն պետք է սիրի, որևէ բացասական էմոցիա իր մեջ դու պիտի չթողնես, իսկ մենք ինչ ենք ասում վիրավորվելու հոմանիշը, նեղ սրտել, ու սիրտը մեր կամած, այսքան լինելու փոխարեն նեղանում է, դառնում է այսքան, ոնց որ նաև վիրավորվելը եւ նեղանալ բայերը նույնպես հոմանիշներ են, այստեղ մեր բոլոր օրգաններն են նեղանում եւ պարզ է, որ որևէ առողջության մասին խոսք չի կարող լինել։ Ներեք ձեր թշնամիներին, բայց մի մոռացեք նրանց անունները, ասում էր ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջոն Քենեդին, բայց հանուն լավ օրվա եւ լավ տրամադրության կարելի է մոռանալ նաեւ բոլոր անունները, որոնք ձեզ վնասում են, եւ վերջապես սովորել դեն նետել անցյալից մնացած վիրավորանքների անպետք ճամպրուկը։ Մարդու մեջ դա մնում է եւ դա ինքը արդեն առաջանում է մի հատ այն վիճակը, որ նա անընդհատ տեսեք հայերենում շշմելուն արտահայտություններ կար։ Ինքս ինձ հետ կռիվ տվեցի, ես կուլ տվեցի, իմ մեջ պահեցի, ստամոքսի ցավը անպայման պետք է լինի։ Այստեղս էս լցված ուզում էի պատասխանել, բայց չկարողացա։ Всё, ահա, ստեղ ուրեմն եւս մի հատ հիվանդություն առաջացավ։ Ես նենց ազնվորություն ունեց խայսատ ունեմ, որ պահում եմ իմ մեջ ես, իմանալով, որ ինձ վնասա, բայց պահում եմ իմ մեջ։ Չեմ ներում ի վերջ։ Ես ներում եմ, բայց չեմ մոռանում։ Մնում է, վիրավորանքի հետ ոչ ոք չի աշխատել եւ դա մնում է հիշողության մեջ, իսկ վիրավորանքը դա չարություն է եւ կամած մարդը դառնում է հիշաչար։ Ալցգեյմերի նման հիվանդությունը դա հատկապես մեծահասակ արդեն տարիքում դա լինում է այն մարդկանց մոտ, ովքեր որ վիրավորվող են եւ ովքեր որ այդ վիրավորանքը իրենք ներել չգիտեին, իրենք պատասխանել չգիտեին եւ ամբողջ իրենց կյանքում դա կրում են եւ օրծերության ունենում են կամ Ալցգեյմեր կամ ուղեղի տարբեր խնդիրներ։ Հիշաչարությունը լուրջ պատնեշ է մեր երջանկության ճանապարհին, սա երևի գլխավոր դրդապատճառն է վիրավորանքները մոռանալու համար, բայց նախքան մոռանալը հոգեբանները խորհուրդ են տալիս սովորել եւս մեկ բան։ Փորձենք սովորել չվիրավորվել։ Մենք վիրավորում ենք այդ դեպքում, հա, երբ որ մենք կախված ենք լինում սրա նրա գնահատականից։ Ուրեմն մեր խնդիրն է ձևավորել սեփական գնահատականը մեր մասին։ Եթե ես ինձ սովորում եմ գնահատել, ես շատ լավ գիտեմ ես ինչ արեցի լավ, ինչ արեցի ոչ այդքան լավ, ու ես հասկանում եմ, որ ես պետք է իմ վրա աշխատեմ, որ ամեն ինչ անեմ այնպես լավ, որ ես բավարարվեմ այդ արածից, ուրեմն ես այլևս չեմ վիրավորվում, որովհետև ես կարծիքից կախված չեմ։ Եթե ես չեմ վիրավորվում, ուրեմն ես սկսում եմ զարգանալ բացարձակապես ազատության մեջ։ Բոլոր այն վատ մարդկանց, ովքեր որ ինձ վատություն անել, ես ներում եմ, բայց փորձում եմ չշփվել իրենց հետ։ Շատ վիրավորվեմ, բայց շատ կարճ ժամանակում մտածում եմ, դնում վերցնում եմ ու ինձանից հեռացնում եմ։ Մոռանալ վիրավորանքները նշանակում է երբեք չմոռանալ եւ պարտաճանաչ կերպով հիշողությունից ջնջել անպետք մտքերը, այդպիսով հոգ տանելով ինքներս մեր մասին, մեր առողջության, մեր երազանքների ու մեր պլանների։ Նելի Մովսիսյան, Արթուր Մկրտչյան, Առավոտաշանթում։
Իսկ դու Սերգեյ ինքդ քեզ համարում ես հիշաչար անձնավորություն։ Ես լավ հիշողություն ունեմ, պետք է պարզ է, ներել կարելի է միշտ, բայց պետք է միշտ հիշել, որ այս մարդը կարող է քեզ եւս մեկ անգամ ապտակել, եւ եթե վերցնես աստվածաշնչյան, այսպես ասած, արժեքները, ապա կարելի է դրան իսկապես փիլիսոփայորեն մոտենալ։ Միշտ մարդը խելոք է ավելի, երբ որ բարի է, եթե ուզում եք խելոք մարդու տպավորություն թողեք, ապա իսկապես բարեությունը ձեզ կօգնի, որովհետև բարին ավելի հաջողակ է, կարելի է դիմացինին ներել, հիշել, որ մի բան չի, այո, հա։ Բայց խոզերի առջև մարգարիտներ չեն սփռում։ Բայց ներեք, դա դժվար չի, հավատացեք ինձ։ Իսկ ինչպես ասել է Ռոքֆելլերը, եթե ձեր միակ նպատակը հարստանալն է, ապա դուք երբեք չեք հասնի դրան, եւ երբեք միլիարդատեր չեք դառնա, եթե աշխատեք առավոտից երեկո։ Այո, սիրելիներս, առավոտից երեկո աշխատում են միայն համբալները։ Դուք պետք է հասկանաք, որ հաց ու պանիր, կեր ու բանիր մեր բանաձևը հայկական այնքան էլ մեզ հաջողություն եւ մեր ժողովրդին հաջողություն չբերեց, արդեն հնացած է։ Եվ եթե դուք ապրեք ձեր պապերի նման, ապա ձեր պապերի նման դժբախտ կլինեք։ Ոչ, այսօրվանից ապրեք նոր կյանքով, սիրելիներս։ Այսօրվա համար այսքանը հաջողություն կհանդիպենք։ Ցտեսին անպայման կհանդիպենք։ Ապրես Սերգեյ։